Եկեք զբաղեցնենք մեր տեղերը Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ։ Հիսուսը ստեղ է։ Որ գալիս ես եկեղեցի, Հիսուսը ստեղ է։ Հիսուսը առատապես է գալիս։ Սերից մի ուրիշ բան է, որ դու փակ սենյակում մենակ էտել է պետք, ամեն ինչը պետք է։ Ամեն ինչ արա, որ Տիրոջը մոտիկանաս, սենց ասեմ։ Ամեն ինչ արա։ Եկեղեցի գալա, եկեղեցի արի։ Սենյակումդ պետք է փակվես, սենյակում փակվի։ Տիրոջ երեսը ման արի։ Տիրոջ երեսը ման պետք է գանք։ Փառք Հիսուսին։ Դավիթ ասում է առավոտից ման եմ գալիս Տեր քո երեսը։ Գիտեք, որտեվ Տիրոջից է կյանքը։ Առանց Հիսուսի կյանք չունենք։ Առանց Հիսուսի գիտեք ինչ է։ Հին մտածելակերպ, հին կյանք, հնով ենք մտածում։ Այն Եգիպտոսից դուրս եկած ստրուկների պես ենք մտածում։ Գիտեք, Եգիպտոսի ժողովուրդը, որ դուրս եկավ, նրանք ստրուկ էին։ Եվ այս ստրկական մտածելակերպը Աստված ուզում է հանի մեզանից։ Ամեն։ Էդի նույնն է, որ մենք աշխարհում ենք գտնվել, մենք եղել ենք ստրուկ։ Ում ստրուկն ենք եղել։ Սատանայի, մեղքի։ Երբ որ ոմանք ասեցին, մենք ստրուկ չենք, մենք Ավրահամի որդիներն ենք, մեր հայրը Աստված է, Հիսուսը ասաց, չէ, տենց չի։ Ամեն մեղք գործող ինքը ստրուկ է մեղքի։ Եվ մեղքից ազատվելը դա միայն ու միայն Հիսուս Քրիստոսով է։ Եվ երբ որ մենք մեղքից ազատվում ենք, Աստված մեզ ուղղորդում է իր խոստացված երկիրը։ Աստված մեզ ուղղորդում է այնտեղ, որտեղ մեզ սովորացնում է։ Գիտեք, եկեղեցին չպետք է դաստիարակի, եկեղեցին պետք է խոսա ճշմարտությունը եւ ամեն մարդ ինքը իր որոշումները ընդունելով Սուրբ Հոգին արդեն մեջից է մարդուն փոխում։ Ամեն։ Ես այսօր խոսամ ճշմարտությունից, այն ճշմարտությունը, որը որ կատարվում է մարդկանց մեջ, կատարվում է ամեն մեկիս մեջ։ Եթե դու այսօր ունենաս բաց ականջ, լսես Տիրոջ խոսքը, Աստված խոսալու է քո հետ։ Ամեն անգամ, երբ որ գալիս ենք եկեղեցի, գիտես պետք է ունենանք այս բաց ականջը։ Տերը ասում է, ով ունի, նրան կտրվի։ Հենց ինքը այդ ականջի մասին է խոսում։ Ով ունի, նրան կտրվի։ Բայց ով չունի, նրանից կվերցվի այն, ինչ որ անգամ ինքը մտածում է, որ ունի։ Դրա համար ամենակարևոր բանը Աստվածաշունչը ասում է, որ գալիս եք եկեղեցի, անգամ զոհաբերությունից էլ ավել ունեցեք ականջ։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Մենք փոթորիկների համար էլ կուրախանանք։ Մենք փոթորիկներից չենք վախենա, որովհետև Տերը մեր հետ է։ Գիտես, շատ նման է, դրսում կարա շատ բան լինի։ Երբ որ դու Հիսուսի մեջ ես, Դավիթը այս բանը հասկանում էր։ Գիտեք, այդ նույն Դավիթը, երբ որ ասում է առավոտից Տեր քո երեսն եմ փնտրում, գիտեք, այդ նույն Դավիթը մի ուրիշ Սաղմոսում ինչ ասում է իմ անձը Տեր քո մեջ է հանգստանում։ Որտեղ մենք գիտենք Դավիթի պատմությունը, ինքը մեծ խնդիրներով է անցել, միշտ պատերազմներ, կռիվներ, իրան միշտ ուզեցել են հետապնդեն, սպանեն, ոչնչացնեն։ Մենք էլ ենք անցնում։ Ժամանակ առ ժամանակ մենք էլ ունենք, չէ՞, թշնամիներ, որոնք մեզ հետապնդում են, բամբասում են, անիծում են, չգիտեմ, եւ այլ, բայց իմ անձը պետք է Հիսուսի մեջ հանգստանա։ Սա նման է այս դրսի փոթորիկին, որ մենք այսօր ստեղ տեսեք կոմֆորտի մեջ, չէ, այս փոթորիկը մեր վրա չի անձնում, անգամ կարա կարկուտ գա, անձրև գա, բայց քո վրա չի գա, որտեղ դու Տիրոջ տան մեջ ես։ Եվ մենք պետք է մեզի հոգով սենց գանք միշտ Տիրոջ տան մեջ։ Սիրելիներս, այսօր ես ուզում եմ խոսամ Բերանի խոսքը սրտի հայլին է։ Սա իմ քարոզի վերնագիրն է։ Բերանի խոսքը քո սրտի հայլին է։ Եթե դու ուզում ես իմանաս քո սրտի մեջ ինչ կա, դու պետք կարաս նկատես շատ պարզ։ Կարաս նկատես քո բերանի բառերից, թե քո բերանի խոսքերը ինչ են խոսում, որտեղ Աստվածաշունչը պարզ մեզ բացատրում է սրտի լիությունից, այն ինչ որ սրտիդ մեջ կա, դա քո շուրթերը խոսալու են։ Գիտեք, որ մարդու լեզուն հնարավոր չի կանգնացնել։ Նա միշտ է խոսալու, միշտ։ Ոնց որ մարդու սիրտը չի կարա կանգնի, չէ՞, դա Աստծուց դրած է, որպեսզի միշտ աշխատի, որովհետև դա կյանք է տալիս, չէ՞, երբ որ մարդու սիրտը կանգնում է, մարդ մահանում է։ Նենց էլ մարդու լեզուն չի կարա կանգնի, որովհետև լեզվից էլ է հենց կամ կյանք գալիս, կամ մահ գալիս։ Ամեն մարդու խոսացած կամ իրան կյանք է տալու, կամ մահ է գալու, բայց ինքը խոսալու է մեր լեզուն, թե ինչա մեր մեջ, էդ է խոսալու։ Իրան չես կարա կանգնացնես։ Կարող դու միտեղ քեզ մի օր զսպես, ասես լավ, այսօր ես ինձ ձիգ պահեմ չխոսամ։ Այսօր ինձ զսպեմ։ Գիտես, բայց էդի հարցի լուծում չի։ Հարցի լուծումը այն է, երբ որ քո սրտի մեջ կա
խաղություն, սեր, մաքրություն, ճշմարտություն եւ քո լեզուն sense տենես որ պետքա խոսա եւ ինքը խոսալու է այն ինչ որ քո սրտի մեջ է ամեն հազարները կընկնեն 10,000-ները կընկնեն ասում է քո կողքով կանցնեն բայց քեզ չեն դիպչի ասեք ֆոտորիկներ եմ նկատում շտապօգնության մեքենաներ ինչ որ տես բան բայց սա այնա որ տիրոջ մեջ ես խաղաղ եմ փառքը Հիսուսին թող լինի Հիսուսին մի խոսք եմ ուզում կարդամ Առակաց 4-րդ գլուխ 23-րդ խոսքի ինչ է գրած ամենայն զգուշությամբ պահիր քո սիրտը այսինքն թարգմանաբար սենց է որ մեր լեզվով թարգմանենք ամենաշատը որ դու պետք է զգուշությամբ պահես փայփայես դա քո սիրտն է ամենաշատը մեր ամբողջ մարմինը մենք պետք է պահենք մեր միտքը մեր ոտքերը, մեր ձեռքերը, մեր, չգիտեմ, ստամոքսը, մեր օրգանները, ամեն ինչը պետք է պահենք, չէ՞, Տերը տվել է որ պահենք, բայց ամենից շատը, որը պետք է պահպանես, ուշադիր լինես, ամենաառաջի տեղը դու պետք է դնես քո սիրտը, թե ինչ է քո սրտում։ Սա ոչ թե ես օրգանի մասին եմ խոսում, սա խոսում եմ քո հոգու մասին։ Հեռացրու քեզանից խաբեբա բերան ու նենգավոր շրթունքները հեռու պահիր քեզանից, որովհետև ինչ որ մենք խոսում ենք, դա մեր մեջ էլի հետ է գալու։ Ինչ որ մենք արտահայտենք վատ բանը, տեսեք սիրտը ոնց է ինքը աշխատում։ Քո մտքի մեջ եթե կա վատ բան, վատ միտք, օրինակ, վատ միտք, բարկություն, նախանձ, կռիվ եւ այլ, ու դու սկսում ես արտահայտել, դա գիտես ինչ անում։ Դա քո սիրտը կեղտոտում է։ Դա ավելի, ասենք, եթե սրտում էլի վատ բան կա, էլի ավելանում։ Բայց եթե սիրտդ մաքուր է, զգուշ եղի, ասում ավելի շատ պահպանի սիրտդ, եթե քո սիրտը մաքուր է, Հիսուսով լցված է, օրինակ եմ ասում, այսօր գալիս է մեկը եկեղեցի ասում է, նենց ուրախ եմ, եղբայրս այսօր ասում է, նենց ուրախ եմ այսօր եկեղեցի, չգիտեմ, ոնց որ սենց յուրահատուկ օր լինի, հնարավոր է դու առավոտ արթնացել ես, մի սաղմոս ես կարդացել, կամ Աստված քեզ մի հատ մեկ Տերը անում է, մի հատ նենց լավ երազ է ցույց տալ, որ դու սենց մի հատ արթնանում ես մի հատ sense չես էլ հասկանում խի, բայց դու ուրախ ես արթնանում այդ օրը։ Կարող է Տերը քո հետ աշխատել է, Աստվածաշունչը ասում է, երբ որ դու անգամ քնած ես, ես քո հետ եմ, ես նայում եմ քեզ, ես աշխատում եմ քո սրտի հետ։ Եվ դու կարող ես մի օր արթնանաս, այնց ուրախ տրամադրությունով շատ լավ արթնանաս։ Եվ էսի մենք պետքա պահենք, որտեվ սա հենց մեր սրտի մեջ է, որտեվ սա այն ուրախությունը չի, որ քեզ համոզել են, որ դու ուրախ լինես։ Սա մեջիցը տա բխում։ Ինչի, ես ինչա, միգուցե չես հասկանում, բայց Տերն է քո մեջ, Տերը քեզ ուրախացնում է։ Եվ Տերը ասում է, այսի սրտիդ մեջ է այս ուրախությունը։ Ես եմ այցելել քեզ։ Ամենաշատը, որ դու պետք է պահպանես, քո սիրտը պահպանես։ Եվ ես այսօր ուզում եմ, գիտես ինչից խոսամ։ Ոնց ինքը կարա պղտորի իր մեջը, ոնց կարա ինքը։ Տեսեք, ես այսօր խոսալ եմ աչքերից, ականջներից, մյուս ծառայությանը ես խոսալ եմ բերանից։ Մեր թեման այսօր էս է լինել աչքեր, ականջներ եւ բերան։ Այստեղից մտնում է մեր հոգին, մեր շունչը, մեր շնչի մակարդակը եւ այստեղից դուրս է գալիս։ Եվ ինչ որ կմտնի, էդ էլ դուրս է գալու։ Ես ինչ որ դուրս եկավ, դա էլ քո սիրտ է գնալու։ Որտեւ յուրաքանչյուր բան, որ դուրս եկավ, դա գնում է հոգեվոր աշխարհ։ Դա հոգեվոր աշխարհում լինելու է։ Ուզենք թե չուզենք, գիտակցում ենք մենք թե չենք գիտակցում, դա հոգևոր օրենքներ է։ Տեսեք, այս աշխարհն էլ ունի իր օրենքները։ Մենք չենք կարա, երբ որ օրենք ենք խախտել, ասենք չգիտեի, այստեղ չկա չգիտեի։ Իմանաս չիմանաս, օրենքը խախտողը պատժում է։ Շատ նման է հոգևոր դաշտը, երբ որ մենք ինչ-որ բան խախտում ենք, անգամ չիմանալով, մենք դրա պատասխանը պետք է տանք։ Սրա համար էսի պետք է իմանանք։ Դրա համար եկեք զգուշ լինենք ինչ ենք նայում, ինչ ենք լսում, ինչ ենք խոսում։ Ես այսօր դրանից մի քիչ կխոսամ։ Ամենից զգուշությամբ առավել զգուշացիր քո սրտից, պահիր քո սիրտը։ Աչքերը եւ ականջների միջոցով սիրտ են մտնում մտքեր, ցանկություններ, վախ, հավատ կամ անհավատություն։ Սա մտնում է այս ամեն ինչը մեր մեջ մտնում է մեր աչքերով կամ մեր ականջներով։ Ամեն ուրիշ ինքը տեղ չունի մտնելու, այսինքն ուրիշ դուր չունի։ Պատկերացրեք մարդը մի տուն է, մարդու հոգին, մարդու շունչը մի տուն է։ Պատկերացրեք մի տուն է։ Եվ այս տան մեջ կամ պետք է լինի հավաքված, լուսավոր, մաքուր, գեղեցիկ,
բարի լավ բուրմունք գա այդ տնից, կամ հակառակը։ Եվ այս ամեն ինչը մտնում է քո լուսամուտից եւ քո բաց տեղերից։ Եվ այս լուսամուտները, ես միշտ sense եմ օրինակ բերում, կամ լուսամուտ բաց, կամ ֆորտոչկեք, չէ՞, այն ժամանակ հիշում եք, sense ֆորտոչկեք ունեինք։ Կապ չունի, դու լուսամուտը ընդհանուր մեծ բաց անես, թե ֆորտոչկեն բաց անես, եթե դրսից վատ հոտ է գալիս, ինքը գալու է։ Ուզում ես այսքան պուճուր ֆորտոչկա բաց։ Ինքը մեկ այդ նույն հոտը ինչ որ դրսում է, ինքը գալու է ներս, ու ինքը քո ամբողջ տունը վերցնելու է այդ հոտը։ Դրա համար մենք պետքա շատ զգուշ լինենք, թե մենք ինչ ենք նայում մեր կյանքում, մեր աչքերը ուր է նայում, մեր ականջները ուր է, ում է լսում կամ ինչ է լսում։ Սա շատ կարևոր է, չէ՞ որ մենք շատ թանկ ենք։ Մեր մեջ, մեր սիրտը, մեր անձը շատ թանկ է։ Եվ Աստված չի ուզում, որպեսզի քրիստոնյան, հավատացյալը, մարդը, որը որ ստեղծված է Աստծուց, Աստծու պատկերով, Աստված չի ուզում, որպեսզի մարդը պղծվի աշխարհով։ Դրա համար գրված է՝ մի սիրի աշխարհը ու այն ինչ որ աշխարհում է, որովհետև ով սիրում է աշխարհը, աշխարհի ի՞նչն է սիրում, աշխարհի փտած հոտն է սիրում, աշխարհի մեղքն է սիրում, աշխարհի ունայնությունն է սիրում։ Եվ այդ ամեն ինչը ապականում է մարդուն։ Այն ինչ որ Աստծուց է ստեղծված, սկսում է ապականել։ Եվ Աստված ասում է՝ ես թշնամի եմ դառնում այդ մարդուն։ Ուզում ենք Աստված մեզ թշնամի լինի։ Օ, սարսափելի է։ Երբ որ Աստված թշնամի կլինի մարդուն, դա ավելի սարսափելի է, քան թե սատանան է թշնամի։ Հավատացեք ինձ։ Գրված է սարսափելի եւ վախենալու է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։ Օ, իրականում եկեք զգուշ լինենք եւ գնահատենք ինքներս մեզ, թե մենք ինչքան թանկ գնով ենք գնված։ Հիսուս Քրիստոսի Աստծու որդու արյունն է վճարված մեզ համար, ամեն մի հավատացողի համար։ Եվ Աստվածաշունչը քեզ գնահատում է շատ թանկ։ Անկամ այս աշխարհը եւ այս աշխարհի հարստությունը այդքան Աստված չի գնահատում, ինչքան մի անձը, որ փրկված է Հիսուս Քրիստոսի մեջ։ Կամ փրկված չի, դեռ կփրկվի։ Եվ ո՞նց է մեր փրկությունը։ Մենք գալիս ենք, չէ՞, Տիրոջ մոտ։ Մենք ապաշխարում ենք, մենք գիտակցում ենք։ Մեր փրկությունը տեղի ունեմ, երբ որ մենք դավանում ենք Տիրոջ առջև մեր մեղքերը։ Մենք գիտակցում ենք, որ մենք մեղավոր ենք, եւ այդ դեպքում Աստված մեզ ծանոթացնում է Հիսուսի հետ։ Մինչև այդ մենք էլ ենք լսում, չէ՞, Հիսուս։ Ես իմ կյանքում շատ եմ լսել Հիսուս անունը։ Այդ քրիստոնյա երկրում ենք ծնվել։ Շատ թե քիչ լսել ենք, չէ՞։ Քրիստոս հարյավ իմերելոց, ամենաշատը այդ էինք լսում, հետո օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի։ Նման բանը շատ ենք լսել, մենք ծնվել ենք քրիստոնյա երկրում, բայց իրապես ես Հիսուսին չէի ճանաչում։ Ես չէի ճանաչում, ես ուղղակի ինքը իմ համար ինչ որ լեգենդ էր, Սասունցի Դավիթի պես ինչ որ մեկը։ Սասունցի Դավիթին էլ էինք շատ լսում, լեգենդ էր, արձանել կար դրած կայարանում։ Նման էր իմ համար, իրականում նման էր, ինչ որ Հիսուս Քրիստոս կամ Սասունցի Դավիթ, ինչ որ մի բան էր իմ համար, որտեվ ես իրան չէի ճանաչում։ Բայց գիտեք ոնց է ամեն ինչը աշխատում։ Մարդ չի կարա Հիսուսին ճանաչի, եթե հայրը նրան չճանաչացնի։ Իսկ գիտեք, երբ հայրը ճանաչացնում իր որդուն, մարդուն մատուցում, իր որդուն ասում է հեսա իմ որդին։ Ու դու գիտես Հիսուսին ոնց է Աստծու որդուն սկսում ճանաչել, խաչված խաչի վրա։ Խաչված խաչի վրա, ոչ թե զորավոր գահին նստած թակով, չէ որ նա թակավոր է։ Մեր առաջի ճանաչողությունը Հիսուսին, որ մարդ սկսում է ճանաչել, Աստված է բերում դեմը իր որդին խաչված խաչի վրա։ Բայց գիտեք դա երբ է տեղի ունենում, երբ որ ամեն մարդ գիտակցում է, որ ինքը մեղավոր է, եւ Աստված տենում է այդ մարդու սիրտը, եւ Աստված դուռ ունի եւ ճանապարհ ունի այդ մարդու համար, դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ Աստված ծանոթացնում է իր որդու հետ։ Հակառակ դեպքում մարդ Հիսուսին երբեք չի կարա ճանաչի։ Կարա եկեղեցի շատ հաճախի, գա, գնա, միգուցե հաճելի է եկեղեցում, բայց նպատակը պետքա ճիշտ լինի։ Նպատակը պետքա արդար լինի, որպեսզի ես Հիսուսով ներս մտնեմ։ Հիսուսը դուռն է։ Հիսուսը արքայության մասին էր խոսում, իր թագավորության մասին էր խոսում, իր զոհի մասին էր խոսում։ Եվ ինչքան հաճելի է եւ կատարյալ է, երբ որ մարդը խոստովանում է իր մեղքերը եւ այս դռնով է ներս մտնում, ճանաչելով իրական Աստծու որդուն, որ նա նախ-առաջինը մենք սենց ճանաչեցինք Հիսուսին, խաչի վրա խաչված իմ մեղքերի համար։ Ինչի իմ մեղքերի համար, որտեվ ես գիտակցեցի, որ ես մեղավոր եմ։ Եթե ես չգիտակցեմ, մարդը երբ որ չի գիտակցում, որ ինքը մեղավոր է,
իրան 1000 տարի Հիսուսը պետք չի։ Եվ դրա համար հայրը չել թույլ տա, որ ինչ որ մեկը, որ չի գիտակցում, որ նա մեղավոր է, Հիսուսին ճանաչի։ Բայց սարսափելին այնա, որ մի օր բոլոր մարդիկ մահանալու են, հերթով, ամեն մեկ իր ժամանակը ունի։ Չէ՞, դրանից ով կարա փախնի։ Հələ որ մեկն է դրանից փախել, Հիսուսը։ Հələ որ մեկն է դրանից, այդ մահից ու դժոխքից դուրս եկել, Հիսուսը, ուրիշ ոչ մեկ։ Բոլորի գլխին գալու է մի օր մահ, ճիշտ է, բայց Աստվածաշունչը ասում է երանի Հիսուս Քրիստոսի մեջ մահացողներին, որովհետև նրանք մահ չեն դրան։ Չնայած տենց չի գրած, գրած է երանի Հիսուս Քրիստոսի մեջ մեռելներին, ովքեր մեռան, ոչ թե մահացան, այլ մեռան, սրանք տարբեր բաներ։ Մահը այնտեղն է, որտեղ մարդ հավիտյան իր անձը, իր հոգին գոյություն է ունենալու, բայց այնտեղ Աստծո ներկայություն չկա, դա դժոխք կա։ Իսկ կյանքը այնա, որ Աստծո մեջ մենք ունենք կյանք եւ հավիտենական կյանք եւ առավել ունենք։ Ամեն։ Եվ սա փաստ է եւ սա իրականություն է։ Տեսեք, մարդը արթնանում է խաղաղ վիճակում։ Առավոտ մենք արթնացանք։ Խաղաղ, մեր սիրտը ուրախ է, չէ՞, մի հատ սենց հայերեն ասած ռեստարտ եղանք, չէ՞, քնեցինք, հելանք, լավ քունը դա օրհնությունը, սիրելիներ։ Երբ որ դու լավ քնում ես, լավ արթնանում ես, դա օրհնություն է։ Բայց մեր ձեռքերի մեջ է, թե մեր աչքերը այսօր ինչ է նայելու, թե մեր ձեռքերի մեջ է, թե մեր ականջները այսօր ինչ է լսելու, մեր ձեռքերի մեջ է, մեր որոշումների մեջ է, թե մենք այսօր օրը ոնց ենք վերջացնելու։ Մենք կարող է արթնանանք, մեկ էլ հոպ հեռախոսը գնաց, չէ՞, առաջինը դա է։ Չէ, առաջինը հեռախոսն է, ասենց կողքը, ենք հեռու էլ չենք դնում, որ ասենց գոնե տեղերից հելնենք, գնանք, լվացվենք, մի հատ նոր հեռախոսը վերցնենք։ Հեռախոսը արդեն կողքը դրած է։ Միանգամից ձեռքդ գցում ես հեռախոսը դες վերցնում։ Եվ գնաց, աչքեր եւ ականջներ, տեսնում եւ լսում ես այն ինչ որ քեզ տալիս է հեռախոսը, բայց անգամ ես չեմ ասում հեռախոսը չարիք է, հեռախոսը դու կարաս օգտագործես բարի բանի համար։ Ես օրինակ իմ հեռախոսը մինչև քնելս օգտագործում եմ, մինչև աչքերս sense չփակվի, ես օգտագործում եմ։ Ես կարդում եմ Աստվածաշունչ, շատ հարմար է։ Այն ժամանակ որ չկար հեռախոս, ես հիշում եմ, sense լամպեր էինք առնում, կպցնում էինք պատին կամ sense գրքին էինք այս sense հարմարացնում ու sense պարկած իր գունը քնելուց առաջ կարդում էինք, նոր քնում էինք, բայց հիմա փարկասու կա հեռախոս, որ կարաս մեջը լույսն էլ կա, ամեն ինչն էլ կա, կարաս բացես հեռախոսով, կարդաս Աստվածաշունչը, հետո քնես։ Կարաս առավոտը ձեռդ էլի գցես այդ նույն հեռախոսը վերցնես, մի հատ Սաղմոս բացես կարդաս։ Կամ մի հատ տեսնես մեր հովիվներից, մեր հովիվ Էմիլը ինքը ամեն առավոտ խոսք է, չէ՞։ Բացես մի հատ օրը բարի է եւ այդ օրը քո բարի լինի։ Իրապես, բացի մի հատ լսի հովիվ Էմիլին։ Ինքը քո օրը բարի կանի։ Իր Աստվածային խոսքը որ տվել է, կխոսա եւ քո օրը բարի կլինի։ Մեզանից է կախված, սիրելիներս, մեզանից, մեր որոշումներից, մեր ընտրություններից է կախված։ Մենք մեր հոգին, այսինքն մեր սիրտը ինչով ենք լցնում։ Ինչ ենք թույլ տալիս մեր ականջներից եւ մեր աչքերից, որ ներս գա։ Գիտեք, շատ վերքեր եղել է դեպքեր, որ դու տխուր ես։ Չես հասկանում խի։ Ու ուզում ես մտածես, չես էլ կարող բռնես, այդ որտեղ դու սկսեցիր տխրել։ Եղել է, չէ՞։ Գիտես, էսի էլի է կախված քո աչքերից ու ականջներից։ Միգուցե դու ինչ-որ մի հատ կադր ես տեսնում, մի հատ պատկեր, հեռախոսով մի հատ պատկեր ես տեսնում։ Չէ, այն հիմա սենց այդ Instagram բան, չէ, սենց արագ-արագ մատով թերթում ես։ Գնաց, մեկ է հոպ, գիտեք ինչքան խառը բաներ դուք կարաք տեսնեք։ Կարաք տեսնեք մեկը մեկին ոնց է սպանում այսօր։ Մեկը մեկին ոնց է նվաստացնում, մեկը մեկին ոնց է հայհոյում, բամբասում։ Քո աչքերը կարա էդի տեսնի, քո ականջները կարա էդի լսի։ Գիտես, էդի վերքեր է թողում մեր մեջ։ Անգամ չգիտակցելով, մենք ասում ենք, դե լավ, դրա մեջ ինչ կա, հո ես չեմ անում։ Ինչ որ մեկը մեկին գլուխը վերցրել է պատին է խփում։ Օրինակ, ինչ որ մեկը մեկին հայհոյում է, հեռախոսի մեջ, կամ ազգային ժողովում։ Ինչ որ մեկը ամեն օր է դա, չէ, պոլիտիկան էլ է դա։ Պոլիտիկան այսօր է դա։ Լավ, կոնկրետ, եթե սիրուն որոշումներ կա, հա, նայենք, ասենք ինչ լավ, լավ բան որոշեցին, թոշակները շատ բարձրացրեցին, աշխատավարձները բարձրացրեցին, բայց երբ որ մտնում ես պոլիտիկա այսօր ինչ է, կռիվներ, պատերազմներ, հայհոյանքներ, ընդդիմություններ, ընդդիմանալ իրար դեմ։
Ինչների սա պետք։ Չէ՞ որ ես շատ թանկ եմ գնված Աստծու արյունով։ Աստված ինձ շատ է բարձր գնահատել։ Խեմ ես ինձ այսքան ցածրացնում, իջացնում ու խառնում։ Գիտեք, այս խառը բաները ամեն վատ բան սատանայից է։ Ու այսին ցածր մակարդակ է։ Դու դառնում ես ամբողի մի մաս։ Սատանայի ուզածը այն է, որ դու դառնաս ինչ-որ sense ամբողի մի մաս։ Ամբող կազմես։ Եվ ամբողին շատ հեշտ է կառավարելը, ամեն վատ բանով, ամեն մանիպուլյացիայով։ Այս մակարդակն է, բայց Աստված չի ուզում, որ մենք ստեղ լինենք, սիրելիներս։ Աստված ուզում է մենք սրանից բարձր լինենք, բարձր նայենք։ Մեր աչքերը թող նայեն երկինք։ Մեր ականջները թող լսեն, հեչ չէ, որ արդեն շատ ես կարդացել Աստվածաշունչ, այսօր գոհացել է քո սիրտը, հեչ չէ, գնա այգի մանարի, լսես թռչունները ոնց են երգում։ Թող քո ականջները հետ լս։ Գիտեք որ թռչունների ծլվլոցը քեզ բուժում է։ Գիտես որ քո աչքերը որ նայում այս բնությանը, այս գույներին, այս ստեղծագործության Աստծո, դա քեզ բուժում է քո հոգին։ Ավելի լավ չի հելենք մի կես ժամ, մի ժամ դրսում ման գանք, այս բնությունը տեսնենք, այս օդը շնչենք, այս ծտերի ձենը լսենք, ավելի օգուտ է քեզ։ Հեչ որ չեմ էլ ասում Աստվածաշնչի մեջ ելնես առավոտից իրգու, բայց անգամ դա ավելի օգուտ է, որտեվ դա էլ է Աստված ստեղծել։ Դու Աստծո փառքը տեղ կարաս տեսնել, եւ քեզ դա օգուտ կլինի։ Մի հատ կասես Տեր, ինչքան սիրուն է, որ գույները դու ես ընտրել ծաղիկների, կանաչը, երկնքի գույները դու ես ընտրել։ Այս արևն էլ դրել ես, որ մեզ ջերմացնի, լույս տա մեզ։ Այս թռչուններն էլ ինչքան գեղեցիկ երգում են մեր համար։ Եվ Աստծո սերն ենք մենք ստեղ տեսնում, եւ գոհանում ենք Աստծուց։ Պետք չի պրոֆեսոր լինել կամ թեոլոգ լինել, որ գոհանալ Աստծուց։ Դու կարաս քո աչքերով էլ տեսնես, քո ականջներով լսես Աստծո ստեղծագործություն եւ գոհանաս։ Սա ավելի օգուտ կլինի, հավատա, ավելի օգուտ կլինի։ Եվ երբ որ դու կգնաս քո վերջին ժամը, որ կլինի արդեն դու պատրաստվես քնելու գնաս, գոհության աղոտ կբարձրացնես, կասես Տեր, ինչքան լավ օր էր այսօր, ինչքան հիանալի օր էր այսօր, գոհանում եմ քեզանից, շնորհակալ եմ, որ ես այսօր ապրեցի։ Ես քեզ հավատացնում եմ, որ քո քունն էլ օրհնված կլինի։ Դու օրհնված կքնես։ Գիշերները 1000 անգամ չես հելնի վազվզես ստեղ ընդեղ։ Մեջքի ցավից չես գլորվի աջ ու ձախ։ Անհանգստություն չի լինի, որտեվ եթե մենք, սիրելիներս, եթե մենք մեր աչքերին թույլ ենք տալիս, որ մեր աչքերով, մեր ականջներով վատ բան ներս գա, մեր մեջ է դա, մեր ենթագիտակցության մեջ դա մնում է, դու չես կարա դա էլ հանես, դա հնարավոր չի, անգամ Աստված չի կարա դա հանի, դրա տեղը մենք պետքա փոխենք, այսինքն ինչ է կատարում, պատկերացրեք ջուրը, կեղտոտ ջուր, էսի մենք ենք, այս անոթը, մեր մեջ աշխարհիկ ջուր է ելի լցված, բայց պղտոր։ Հիմա ինչ պետք է անենք, որ մաքուր լինի այս ջուրը։ Թույլ տանք, որպեսզի մաքուր ջուր լցնենք, այսպես հոսա, ինքը ասես լցվի, հոսա, դա միանգամից չի լինում։ Դա հոսա եւ մաքրվի։ Եվ մաքրվի եւ մաքուր լինենք մենք։ Թե արթնանալուց, թե քնելուց, լավ բան ասեց եղբայրս, հա, Արթուր Սիմոնյանի խոսքը, որ Աստված պետք չի, որ քո սկզբում եւ վերջում Աստված մեջտեղում էլ միշտ պետքա լինի մեր կյանքում։ Մեր ամեն օրվա մեջ, մեր ամեն րոպեի մեջ Աստված պետքա լինի։ Եվ գիտես ինչքան հիանալի է եւ հանգիստ է, երբ որ դու ապրում ես օրվա օրով։ Իրականում հանգիստ է, որտեվ դու այդ օրը հագենում ես, դու այսօրվա վրա, քո ներկայի վրա իմաստ ես դնում, կյանք ես դնում քո ներկայի վրա, ասում ես Տեր ինձ շնորհակալ եմ, որ այսօր ես ապրում եմ կամ արթնացել եմ, ես ուզում եմ քեզ վայելեմ այսօր, վաղը չգիտենք կլինի թե չի լինի, իսկ անցյալն էլ անցած է, Սատանան խորամանկ է, ինքը քեզ գցում է քո միտքը կամ անցյալ կամ ապագա, գիտես խի, որ դու ներկայով չապրես եւ ներկայումդ Աստծուն հանգարց չճանաչես, որտեղ մարդ ներկայում Աստծուն կճանաչի։ Եթե ես իմ ներկայում այսօր Աստծուն չճանաչեմ, իմ ապագան ինչ պետք է լինի։ Ես ո՞նց կարամ իմ տեսիլք ունենամ ապագայի մեջ։ Եթե ես ներկայում Աստծուն այսօր չվայելեմ, իմ անցյալն էլ ինձ կկոտրի ու կսպանի, որտեղ անցյալում մենք բոլորս էլ վատ բաներ ենք ունեցել։ Մեկը միգուցե վատ մանկություն ա ունեցել, դժվար կյանք ա ունեցել,
Եկեք համաձայնվենք, որ մեծամասնությունը մարդկության դժվար կյանք է ունեցել, մեծ մասը։ Եվ հավատում եմ, որ բոլորս այստեղ հեշտ չենք ապրել, ես ինքս դժվար կյանք եմ ունեցել, բոլորս էլ ունեցել ենք։ Բայց եթե մենք այսօր ներկայում Աստծով չմխիթարվենք Հիսուսով, մեր անցյալը միշտ սատանան մեզ հիշացնելու է ու կոտրի մեզի։ Համար շատ կարևոր է, որպեսզի մենք ապրենք մեր ամեն օրը Հիսուս Քրիստոսի հետ։ Սիրտը կյանքի խոսքերի աղբյուրն է։ Առակաց 4:23-ում հենց էս է ասում, նոր կարդացի է. ամեն բանից ավելի պահիր քո սիրտը, որովհետև նրանից են կյանքի աղբյուրը։ Մեր սիրտը շատ կարևոր է, որպեսզի նա ունենա պահպանություն Տիրոջից եւ խոսա այն ինչ որ Տիրոջից է գալ, որտեղ Աստված մեզ ստեղծել է իր նման։ Հավատում ենք, որ ի սկզբանե Տերը մեզ ստեղծել է իր նման։ Չէ՞, մենք նման ենք ասում, շատ նման ենք, ոչ մի տեղ, ոչ մի ստեղծագործություն, ինչ որ Աստված ստեղծել է, բնություն, կենդանական աշխարհ, հրեշտակների տարբեր ձևեր, կարող ենք մենք Աստվածաշնչում տենանք, որ հրեշտակների տարբեր սորտեր կան։ Բայց մարդը միակն է, որ Աստծու նմանությամբ ու պատկերով է ստեղծված։ Մարդը միակն է, որ Աստծուն այնքան նման է, որ իր խոսացածը կատարվելու է։ Թե բարին, թե չարը։ Մարդիկ կրոնը, գիտեք, հին մտածելակերպը, հին մարդը, իր մեջ հինն է ապրում։ Իր մեջ Ադամից ծնվածն է ապրում։ Իր մեջ սուտն է ապրում։ Գիտեք կրոնը ինչ է։ Կրոնը արթակնից ցույց է տալիս գեղեցկություն, սիրունություն, բայց մեջը փտած է ամեն ինչ։ Մեջը սուտ է ամեն ինչ։ Ես որ ասում եմ կրոն, ես ոչ մի եկեղեցի չեմ ասում։ Ես չեմ ասում ինչ-որ կոնկրետ եկեղեցի։ Կրոնը դա կարող լինի յուրաքանչյուր եկեղեցու մեր մոտից սկսած յուրաքանչյուր մարդու մեջ կարող լինի։ Մենք ինքներս պետք է քննենք։ Իմ մեջ ես կրոնավոր եմ, իմ մեջ կրոնն է խոսում, թե ես հավատացյալ եմ, ես Հիսուս։ Գիտեք, հավատացյալն ու կրոնավորը ինչով են տարբեր։ Հավատացյալը այն է, որ ես հավատում եմ Աստծո խոսքին եւ անում եմ այն ինչ որ Աստծո խոսքով է։ Ես իմ վրա գաղափարս միտքս չեմ դնում, ընտրություն։ Ես իմ ընտրությունը դնում եմ Աստծո խոսքի վրա, որտեղ նա ճիշտ է։ Նա միշտ ճիշտ է, նա չի սխալվում։ Ես ինքս կարամ սխալվեմ, իմ ծնողը կարա սխալվի։ Եվ ոչ թե կարա ի սխալվում է։ Բոլորից ծնողներն էլ լավ էլ սխալվում են։ Մենք իրանց հարգում սիրում ենք, փառք Տիրոջը։ Բայց յուրաքանչյուր մարդ կարա սխալվի։ Միակը չի, որ չի սխալվում, դա Աստված է։ Դրա համար ում վրա մեր հույսը դնենք։ Տիրոջ վրա, Տիրոջ խոսքի վրա։ Եթե նա սենց է ասում, ուրեմն դա ճիշտ է։ Եթե նա կյանք է տալիս, ուրեմն ինքը տիրություն էլ կան այդ կյանքը, որը որ տալիս է։ Տեսեք, բայց հին մտածելակերպը, հին մարդը, որ դեռ փոխված չի Տիրոջով, դեռ նորով չի ապրում, գիտեք, նորը ինքը լսում է Տիրոջը։ Նոր մարդը, գիտեք, նոր մարդը այն է, ես անցած շաբաթ խոսացի, նոր մարդը այն է, որ հավատաց Տիրոջ խոսքին, ապաշխարեց, իր մեղքերը դավանեց եւ ծնվեց նոր մարդ։ Տերը ծնում է նոր մարդ եւ այդ նոր մարդուն ինքը ապահովում է իր խոսքով, իր օծությունով, իր կյանքով։ Եվ այդ նոր մարդը աճում է, այդ նոր մարդը հասկանում է Տիրոջը, այդ նոր մարդը գառ է դառնում եւ Հիսուսն է նրա հովիվն է դառնում։ Ասում է իմ գառները իմ ձայնը լսում են ու իմ հետևից են գալիս։ Մենակ Հիսուսի գառներն են իր ձայնը լսում ու իր հետևից գնում։ Եթե ով Աստծուց չի, ասում է Աստծո հոգին էլ չունի, նա իր գառը չի, նա չի լսում։ Նա կարա լսի, կրոնը հեշտ է, գիտեք։ Հավատքը հեշտ չի։ Դու պետք է հավատաս այն ինչ որ չես տենում։ Բայց կտենաս, երբ որ հավատում ես։ Ժամանակը կգա եւ կտենաս։ Ամեն ինչը իր ժամանակը ունի։ Եթե մենք այսօր մի հատ հայտ ենք ներկայացնում, օրինակ եմ ասում, դատարան, չէ՞, հատ հարց ունենք լուծելու դատարանի հետ։ Եթե մենք այսօր գնացինք մեր փաստաբանի մոտ, հայտ ենք գրում, ներկայացնում ենք դատարան։ Չէ՞ որ մենք պետքա սպասենք, երբ որ դատարանը լինի, դատավճիռը լինի, նոր մենք տեսնենք ինչ եղավ, ոնց հարցը լուծվեց կամ այլ կամ ձախ։ Գիտես, սիրելիս, նույնն էլ երկնքում է։ Նույնն էլ երկնքում է։ Ժամանակը, բայց մենք չենք որոշում, ինքն է որոշում, տերմինները ինքն է տալիս։ Եվ հին մարդը ինքը չիմանալով Աստծուն, չճանաչելով Աստծուն, մենակ լսելով, ես եղել եմ այդ մարդը։ Ես մենակ լսել եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Մենք քրիստոնյա երկրում ենք ծնվել։ Եվ անգամ Աստվածաշունչ էի շատ կարդում, ամեն օր կարդում էի, բայց ես Հիսուսին չէի ճանաչում։
Որտեվ ինձ թվում էր, թե ես ինքս իմ ուժերով, իմ ձևերով, իմ մեղքերը կշտկեմ ինձ, որտեվ կրոնը է դա, կրոնի հոգին է դա խոսում, ասում է դու չպիտի դա անես, դու չպիտի անես, դու չպիտի էս անես, պիտի այն անես, գիտեք, դա կրոնի հոգին է։ Բայց Աստծո հոգին ասում է ես քեզ կարամ ներեմ եւ ամեն ինչ նորից սկսենք։ Ամեն ինչ նոր էջից սկսենք։ Ես միշտ կյանքում երազում եմ, ասում եմ, երանի կլինի տենց բան, որ ես իմ կյանքը ընքան ասած խարախուրա կյանք ենք բոլորս ունեցել։ Էսի իմ երազանքն էր, մանկական sense, չնայած ես արդեն մեծ էի տարիքով, 30-ից էի, բայց sense մանկական երազանք ունեի։ Արդյոք կարա մարդ իր կյանքը նոր էջից սկսի, որտեվ իմ բոլոր պատմության էջերը գրքի կեղտոտ էին, պղծված էին, վատն էին։ Ասում եմ, երանի տենց մի հատ հրաշք լեր, որ նոր է, բայց գիտեք, այդ երանությունը, այդ հրաշքը կատարվում է այն պահից, երբ որ Հիսուսը քո կյանք է գալիս, երբ որ դու հասկանում ես, որ դու պետք է ամեն ինչ թողնես իրան, երբ որ դու իր շնորհն ես հասկանում, երբ որ հասկանում ես, որ ինքը Աստծո որդի լինելով եկավ քո մեղքերի համար խաչվեց, քո ամբողջ պատմության համար, մինչև այս վայրկյանը, մինչև այս օրը ինքը վճարեց սա, եւ քեզ նոր էջ է տալիս։ Ասում եմ, նոր էջից սկսի նոր կյանք։ Սիրելիս, եւ այդ նոր էջից ես հավատում եմ, որ շատերս այսօր ստեղ այդ նոր էջից սկսել ենք։ Տերը մեզ ամեն մեկից, երբ որ մենք եկել ենք, ապաշխարել ենք, Հիսուսին ընդունել, Տերը մեզ նոր էջ է տվել։ Մեր կյանքի պատմությունը էլի շարունակվում է գրվել։ Բայց եկեք նենց ապրենք, նենց գրվի, որպեսզի Տիրոջը հաճելի լինի։ Թե մենք ինչ ենք նայում, ինչ ենք լսում։ Դու գիտես, որ դա սա գրվում է։ Ինչով է քո սիրտը լցված։ Հին մարդուն Տերը ասում է. Իժերի զավակներ, դուք ինչպես կարող եք բարին խոսել, որ չար եք։ Սա փարիսեցիներին ասում, կրոնին, կրոնականին։ Արտաքնից շատ գեղեցիկ կարա լինի, բայց ներսում ոչ մի բանով չի տարբերվում խավարից, որովհետև սրտի լիությունից խոսա բերանը։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, իսկ չար մարդը չար գանձից չար բաներ կհանի։ Բայց ասում եմ ձեզ, տեսեք Հիսուսը ինչ է ասում, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը համար պիտի տան, այսինքն պատասխան պիտի տան, որովհետև քո խոսքիցը կարդարանաս եւ քո խոսքիցը կդատապարտվես։ Բարին խոսում է այն, եթե սրտիդ մեջ բարի կա, չարը խոսում է այն, եթե սրտիդ մեջ չար կա։ Տեսեք, դատաստանի օրը, ես այս թեմայի մասին մյուս շաբաթ կխոսամ, բայց կա դատաստանի օր ամեն մեկիս կյանքի վրա, եւ դա այն դատաստանի օրը չի, մի խառնեք, այն որ վերջին դատը չի, որ կբաժանի այծերին գառներից, այծերին կուղարկի դժող գառներին երկին, չէ, սրա մասին չի։ Դատաստանի օրը ամեն անգամ մեր կյանքում sense էտապ դատաստանի օրեր է լինում։ Հիշում եք, երբ որ Աստված ինքն է ընտրում ում օրն է այսօր, ում դատի օրն է այսօր, ում որոշման օրն է այսօր, կամ օրհնության, կամ պատիժի։ Էլ Աստված չի անիծում, բայց պատժում է։ Ասում է, ում սիրում եմ, նրան պատժում եմ, որպեսզի խրատվի։ Որպեսզի խրատվի, Աստված դա անում է, եւ ժամանակ առ ժամանակ, երբ որ լրանում է քո դատաստանի օրը, երբ որ քո անունը երկնքում տրվում է Աստծո դեմը, այնտեղ որոշում է կայացվում։ Այս մարդը ո՞նց է ապրում։ Այս մարդը շնորհի մեջ է ապրում, թե օրենքի մեջ է ապրում։ Եթե շնորհի մեջ է ապրում, ապա խի է այս մարդը առավոտից իրիկուն վատ բաներ նայում YouTube-ով։ Վատ բաներ լսում։ Եվ այնտեղ որոշում է գալիս։ Կամ պատիժ, կամ օրհնություն։ Ուզում ենք օրհնված լինենք։ Եկեք նենց ապրենք, որ Աստծո սիրտը գոհացնենք։ Երբ գալիս է ճնշում, գիտեք, դա երբ է երևում մեր սրտի մեջ եղածը։ Այն լավ խաղաղ վիճակում հանգիստ է ամեն ինչ, բայց երբ որ սկսում է ճնշում, հոգնածություն, վիրավորանք, կամ ինչ որ մեկի հետ հակամարտություն, այդտեղ արդեն երևում է, թե քո սրտի մեջ ինչ էր։ Այդտեղ արդեն երևում է աղմուկ, հայհոյանք, հակառակություն, դատապարտություն, ինքնապաշտպանություն, թե դու հանգիստ ես։ Կարա լինի, կարա դու հանգիստ լինես։ Թե դա հիմա կասես դա հնարավոր չի, դա մենակ Հիսուսը կարա։ Ոչ,
Նույն Հիսուսի մեջի հոգին, Սուրբ հոգին այսօր մեր մեջ է ապրում։ Նույն հոգի մեր մեջ է ապրում։ Ոնց չենք կարա։ Կարանք, երբ որ հոգով վարվենք, ոչ թե մարմնավորապես։ Եթե քո ներսում վախ կա, վախը դուրս կգա քո մեջից։ Այսօր մարդիկ սարսափ ֆիլմեր են նայում։ Գիտեք, որ չի կարելի սարսափ ֆիլմեր նայել։ Որտեղ ինչ որ նայում ես աչքերի թույլ է, դա քո հոգին կեղտոտում է։ Հետո ասում ես վախենում ենք։ Եթե ներսում դառնություն կա, դառնություն դուրս կգա։ Եթե ներսում Սուրբ հոգին կա, կյանքի խոսքեր դուրս կգա քո մեջից։ Անկամ եթե քեզ նեղացնեն, ճնշեն, հակառակվեն քո դեմ, քո մեջից կյանքի խոսքեր դուրս կգա։ Բայց ոչ թե վախ դուրս կգա, ոչ թե հակառակություն դուրս կգա։ Էդի սաղ կախված է մեր սրտի էությունից, մեր սրտի վիճակից։ Դրա համար Աստվածաշունչը ի սկզբից ես այդ կարդացի, Առակաց 4:22-23 խոսքերը ամենից շատը պահպանելի, որ դու կարաս պահես, դա քո սիրտը որ պահես։ Եվ այստեղ մենք կարանք քննենք մեր սիրտը, ինչ է մեր սրտում։ Ինչ է մտնում մեր աչքերով։ Մատթեոս 6:22-23-ում գրած է. Մարմնի ճրագը աչքն է։ Մեր ճրագը, քո լուսավորողը, քեզ լուսավորողը աչքն է։ Եթե աչքը պարզ լինի, ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Ամեն։ Բայց եթե աչքը ծուռ լինի, ամբողջ մարմինը խավար կլինի։ Մեր աչքերը շատ կարևոր դեր են կատարում։ Գիտեք, որ մեր հոգու ամենագլխավոր դարպասները մեծ, դա մեր աչքերն է։ Դա մեր աչքերն է, ուր է ուղղված իմ աչքերը, ինչ եմ նայում։ Գիտեք, էլի եմ ասում, էցի այն չի, որ դու ասում ես, հա լավ, դրա մեջ ինչ կա որ։ Մեկ նայում ենք, չէ՞։ Հա լավ, սրա մեջ ինչ կա որ։ Երեք մի հատ կադր նայեցինք, ինչ որ մեկը մյուսին սպանում է, կինս էր սենց բանով ցույց էր տալի, Պաջեզդում, Ռուսաստանում Պաջեզդում ամուսինը կնոջը Պաջեզդում սպանեց։ Գլուխը այնքան խփեց, ասում եմ, ինչի ես նայում սա։ Ինչի ենք սա նայում, կներեք։ Գիտեք, սենց նայում է այդ պահը, նայում է, ու սենց մեկ էլ Սուրբ Հոգին կանգնացրեց ինձ մի անգամից ու զգաստացա։ Ես էլ իրար հետ նայում էինք։ Մեկ էլ Սուրբ Հոգին ասում է, «Էս ինչ եք նայում»։ Մի անգամից ասեցի մի հատ թերթի, «Էս խենք նայում ենք էսի»։ Դες ոնց որ սեն սատանան ինքը թմրացնում է քեզ, այսինքն թույն է սրսկում, թմրացնում է, ու դու անջատված, մեկ էլ կարող ես մի հատ վատ բան նայես, վատ կադրն է, բայց Տերը ասում է, «Խես նայում»։ Չէ՞ որ այդ կադրը, այդ պատկերը քո մեջ մնալու է։ Ես մինչև հիմա հիշում եմ դա։ Եվ շատ անտանելի է, եւ չեմ ուզում ես դա հիշեմ։ Գիտեք, եկեք զգուշ լինենք։ Ես ձեզ խորհուրդ եմ տալի, մի վերցրեք այդ Instagram, Facebook-ները, այդ սոցիալական ցանցերը, այսինքն մատի արագանությամբ սենց արագ-արագ թերթեք եւ կանգնեք այն բաների վրա, որ պետք չի նայել։ Քո Facebook-ը, քո Instagram-ը օգտագործի, բայց օգտագործի հոգեվոր բաների համար, լավ բաների համար, բարի բաների համար։ Ես ամեն առավոտ իմ երեխեքին դպրոց եմ տանում, այսինքն ձեռները բռնած աղոթքով տանում եմ դպրոց։ Գիտեք ինչ եմ աղոթում։ Ասում եմ, Տեր, ամեն բարի բան թող իրանց աչքերն ու ականջները բաց լինեն ամեն բարի բան։ Ինչ որ պետքա սովորեն, լեզույա, հաշվելա, կարդալա, գրելա, ինչի համար որ երեխեն գնում է դպրոց, սրա համար է գնում։ Չի գնում գիտնական դառնա։ Ես միշտ ասել եմ, որ ես էլ երեխա գնում եի դպրոց, ասում եմ հերիքա փիլիսոփա է։ Ես այդտեղ վերջով ես դպրոցը որ ավարտեմ, ես սովորել եմ կարդալ, գրել, հաշվել։ Մեկ էլ աշխարհագրություն, պատմություն մի քիչ էլ, որը հետո ընթացքում եթե չօգտագործենք, կարանք մոռանանք։ Ինչ որ բարին է, թող սովորի սա, բայց Տերը ասում եմ, ինչ որ չարն է, թող ես օրհնում եմ իրանց ականջները, իրանց աչքերը իմ երեխեքի եւ ասում եմ, Տեր, ինչ որ վատն է, չարն է, այս աշխարհից է, թող իրանք չտեսնեն ու չլսեն։ Թող այն նրանց նման լինեն, Հիսուսը որ ասում է, կան հակառակն էլ, չէ՞, որ ասում է, տեսնելով չեն տեսնում, լսելով չեն լսում։ Եթե ասում եմ, այս վիճակը կա հոգեվորի մեջ, ուրեմն թող այս նույն վիճակը լինի աշխարհի դիմաց, որ իմ երեխեքը տեսնելով չտեսնեն, լսելով չլսեն։ Գիտես, մենք էլ կարանք դա անենք։ Նենց չի մենք կարանք մեր աչքերը հանենք, կտրենք։ Հիսուս ասում է, եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի դեն շպրտի։ Ես չեմ կարծում, որ ֆիզիկապես բառից բուն իմաստով սենց հանենք մեր աչքերը, բայց դու քո աչքը կարաս կտրես։ Եթե մի տեղ, մի կադր, մի բան քեզ գայթակղեցնում է,
Շրջվի, ուղղակի աչքդ կտրի այդտեղից, ուրիշ բանի, նայ ծառին։ Նայ երկինք, չգիտեմ, մի ուրիշ տեղ նայի։ Մի անգամից, գիտեք, պետքա մի անգամից մենք այս իմաստությունը պետքա ունենանք, sense մի անգամից շրջվենք, ուրիշ տեղ նայենք, ուրիշ բան նկատենք։ Շատ բան կա, որ կարանք նայենք, որ մեզ չի գայթակղեցնի, չի պղծի մեզի, վատ բան չի գա մեր մեջ։ Շատ բան կա, Աստված շատ բան է ստեղծել։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Աչքերը մեր հոգու գլխավոր դարպասներն են, էսի հիշեք։ Այն ինչ որ մենք նայում ենք, ազդում է մեր մտքերի, ցանկությունների, մեր աղոթքի եւ մեր ներքին լույսի վրա կարա ազդի։ Մեր լույսի վրա Աստված ասում է դուք լույսն եք այս աշխարհի։ Այդ լույսը, որ Տերը մեր մեջ վառել է, մեր աչքերից այն ինչ որ մենք նայում ենք, դա կարա կամ մարի, կամ ավելի լույսը ուժեղացնի։ Որտեւ այդ լույսը մեր սրտերի մեջ է Տերը վառել։ Մեզանից է կախված այդ լույսը, թե մենք ոնց կպահենք։ Ուխտ դրեցի իմ աչքերի հետ, որ չնայեմ կույսի վրա ցանկությամբ։ Տեսեք, Հոբը էցի մարդկանցից մեկն է, ով Տերը այդ դատաստանի օրը, երբ որ Հոբի եկավ, իր օրը լրացավ։ Աստված գոհ էր այս տղուց։ Գիտեք, այս բանը որ լինում է երկնքում դատաստանի օրը մարդու վրա, այնտեղ սատանան միշտ ներկա է, այդ իմացեք։ Այնտեղ մենակ հրեշտակները չեն։ Սատանան միշտ ներկա է, որտեղ հակառակություն էլ պետքա լինի։ Եվ պետքա, եթե չկա հակառակ կողմ, ապա դատաստան չպետքա լինի։ Բայց քանի որ կա հակառակ կողմ, մենք այսօր գիտենք, մեզ հակառակողը սատանան է։ Մի թույլ տվեք սատանայի բերանը բացվի երկնքում ձեր վրա։ Մի թույլ տվեք։ Մենք կարող անցնենք փորձություն Հոբի նման։ Մոտավորապես, Հոբի նման փորձություն դեռ ոչ մեկ չի, բայց մոտավորապես կարանք անցնենք։ Բայց եկեք արդար լինենք եւ արդար դուրս գանք։ Ոչ թե չար լինենք դրա համար անցնենք, ոչ թե վատ բան։ Հակոբոսը ասում է ուրախացեք, երբ որ ընկնում եք զանազան փորձությունների մեջ, ուրախացեք։ Դա երանություն է, որտեղ դրանից դու դուրս կգաս, կյանքի պսակը կառնես, ավելի մեծ բարձր մակարդակի վրա քեզ Տերը կհանի։ Մի հատ ուրիշ լավ սեզոն քո կյանքում կսկսվի։ Ուրախացեք, մի փնփնթացեք։ Դու ինչ գիտես, ինչի համար ես դժվարություն անցնում, ծանրություն, նեղվածություն, բայց պետք չի փնփնթալ, պետք չի դժգոհել ամեն ինչից, որտեվ եթե դժգոհում ենք, մենք չենք անցնում, մենք կմնանք այնքան այստեղ, այս նույն բանի մեջ, այնքան մինչև գոհություն հայտնենք, նոր դուրս գանք դրանից, ինչքան փնփնթանք, այդքան կմնանք, ոչ մեկին չեմ ցանկանում։ Բայց եկեք Հոբի պես լինենք, Հոբի պես արդար լինենք, երբ որ եկավ Հոբի դատաստանի օրը, Աստված գիտեք ինչ ասեց Սատանային, ասեց տեսար իմ ծառային, Հոբի համար ես չէ եկել, հա նկատել եմ, տեսար ինքը ինչքան լավն է, արդար է, մախուր է, Աստվածավախ է, ծոմապահում, աղոթում է իր ամբողջ ընտանիքով, օրհնված է այս մարդը եւ Աստված իրապես օրհնել է, սիրելիս, օրհնությունը, քո օրհնությունը, թե կլինի ֆինանսապես օրհնություն, չէ՞ որ դա օրհնություն է, քո ֆինանսական օրհնությունը, քո առողջության օրհնությունը, քո երեխեքի ապահովությունը, քո երեխեքի օրհնությունը կախված է քո վարքից, քո Աստված պաշտությունից, թե դու իստեղ ես աշտում պաշտում։ Այս նույն Հոբը, որ Աստված գոհանում է իրանից, տեսեք ինչ է, նույն Հոբը ասում է, ուխ դրեցի իմ աչքերի հետ, որ չնայեմ կույսի վրա ցանկությունով։ Գիտես, դու կարաս քո աչքերը օրհնես, ուխ դնես քո աչքերի վրա, դու կարաս քո անձի հետ խոսաս, թող քո հոգին քո անձի հետ խոսա, ասի չնայես վատ տեղ, դու քեզ պետքա տաս հրաման։ Ոնց որ Դավիթը ինքը իր անձին հրաման է տալի, ուր դուց է սրտից է հրաման տալի։ Ասում է իմ անձ, այսօր ենք երգում այդ երգը։ Ոնց։ Օրհնիր Տիրոջը իմ անձ։ Ինքը իր մեջ, այսինքն քո հրամանները, որպեսզի ճշմարիտ լինի, պետքա հոգուց գա եւ սուրբ հոգուց գա։ Եվ սա օրհնություն է, երբ որ դու քո աչքերի, քո բերանի, քո ականջների վրա ուխտ ես դնում։ Որ չնայես այն ինչ որ պետք չի, այն ինչ որ քեզ պղծելու է, եւ իրապես պղծելու է, իրապես կեղտոտելու է, պղտորելու է, քեզ տխրություն է բերելու, վերքերա մեջդ առաջացնելու, հիվանդություններ կարող է բերել, թե հոգեվոր մակարդակում, թե ֆիզիկական մակարդակում, կարող գան հիվանդություններ, տկարություններ,
Դրանք սաղ կապ ունի, սիրելիներս։ Հիվանդությունները որտեղից են գալու։ Աստված չի ստեղծել հիվանդությունը, որ մեզ տա, ոչ։ Հիվանդության պատճառը հիշեք մեղքն է։ Ես ինչ մեղք եմ գործել, ոչ մեկին չեմ սպանել, ոչ մեկին չեմ թալանել, անառակություն չեղալ է եւ այլ եւ այլ։ Հոմենակետ չի։ Անկամ աչքդ կարող նայ վատ մի բանի վրա, դա էլ է մեղք համարվում։ Հիսուսը պարզ եկավ խոսած։ Ասաց այն չէ, որ դու գնաս գործողություն անես, նոր ասես մեղք եմ գործել։ Տեսեք ինչքան խորը գնաց Հիսուսը։ Ասում է անգամ որ քո աչքը նայում է, կնոջը ցանկանում ես նրան սրտիդ մեջ, էսի տղամարդկանց է վերաբերում, չնայած կանանց էլ է վերաբերվում։ Զանազան տարբեր բաներ կարան լինեն, բայց դու ասում ես անգամ որ նայում ես ու ցանկանում ես, դու արդեն մեղանջեցիր քո սրտում։ Դու հələ գործողություն չես անում, գիտես, բայց գայթակղությունը, մեղքը սկսվում է ոչ թե արդեն գործողության ավարտից, մեղքը սկսվում է արդեն հայացքից։ Ընտրությունից, ես ընտրեցի նայեմ, ես ընտրեցի լսեմ, եւ այդտեղից արդեն սկսվում է մեղքը։ Դավթից մի հատ օրինակ բերեմ։ Դավիթը երկրորդ թագավորաց գրքում գրած է։ Դավիթը տեսավ մի կնոջ։ Եթե ում հետաքրքիր է, կարաք տանը կարդաք, երկրորդ թագավորաց 11-րդ գլուխն է։ Դավիթը տեսավ մի կնոջ, Բերսաբեն, որը դուշ էր անում։ Ես չեմ հասկանում այդ որտեղ էր դուշանը, որ Դավիթը իր բալկոնից տեսավ այդ կնոջը։ Կապ չունի, լավ, այդ կնոջը դնենք մի կողմ։ Միգուցե ինադու էր տենց դուշանում, որ Դավիթը իրան տենար։ Բայց հիմա հարցը ինքը չի, հարցը հիմա Դավիթն է։ Տեսեք, Դավիթը գրված է տեսավ։ Առաջին ինչ արեց, նա տեսավ այդ կնոջը։ Եվ գիտեք ինչ արեց, մարդ ուղարկեց եւ հարցրեց նրա մասին։ Էս ով է, ասեցին ով է, ասին, էս ինչ մարդու կինն է, էս ինչ մարդու աղջիկն է, ու էս ինչ մարդու կինն է։ Նա ինչ որ մեկի աղջիկն էր, նա ինչ որ մեկի կինն էր։ Բայց քանի որ Դավիթը արդեն հայացքը գցել էր իր վրա ու չէր պոկել հայացքը, արդեն գայթակղվել էր, իրան էլ հեչ պետք չէր, թե ինքը ում կինն է ու ում աղջիկն է։ Տեսեք ինչ աստիճանի փոխություն կարա լինի, երբ որ արդեն քո աչքերը գայթակղվել են։ Դու արդեն կարաս իջնես այն վատ մակարդակի, Դավիթը։ Դավիթը Աստծո սիրելին է։ Տիրոջ սրտով էր, Տիրոջ սրտի ուզածն էր անում։ Բայց անգամ նույն Դավիթը, որ այսօր մինչև հիմա մենք Դավիթից ենք խոսում։ Այսօր նույն Դավիթը, տեսեք, աչքը, որ չպոկեց, գայթակղվեց իր աչքը, տեսեք ինչ եղավ իր կյանքում։ Ինքը իջավ այն ցածր մակարդակի վրա, ամենավատ մակարդակի վրա, որ անգամ իրան հեչ պետք էլ չէր սրբություն, հարգանք, ում աղջիկն է, ում կինն է, գիտեք ում կինն էր։ Իր բանակի զորապետերից մեկի կինն էր, որ իր համար այսօր գնացել է պայքար անում այդ տղեն։ Գնացել է բանակ ու կռիվ անում այդ տղեն։ Ճանաչված մի մարդու կին, որ իր հետ նստում հաց է ուտում, հասկանում եք։ Իր հետ նույն սեղանի նստում հաց է ուտում։ Բայց իրան արդեն դա չէր հետաքրքրում։ Ինքը մարդ ուղարկեց, ասեց բերեք իմ մոտ այդ կնոջը։ Անկումը սկսվեց հայացքից։ Դավիթի անկումը տեսեք որտեղից է սկսվում։ Արդեն հայացքից սկսվեց։ Ոչ թե որ ինքը գործողությունից հետո արդեն հայացքից սկսվեց։ Սիրելիներս, դրա համար պետք է ուշադիր լինենք, մեր հայացքը ուր ենք կենտրոնացնում, ուր ենք նայում, ո՞նց ենք նայում։ Եթե քո հայացքը քեզ կգայթակղի, փոխի մի անգամից, մի շարունակել, փախցրա, կտրի հանի էդի, այդ կադրը մի հիշի, հակառակվի դրան, սատանան ինքը գող է, ինքը գողանալու է քո հայացքը եւ կենտրոնացնի այնտեղ, որտեղ Աստծո կամքը չի, սատանան կարա գողանա անգամ քո հայացքը, բայց դու ունեցի իմաստություն եւ պոկի սատանայի ձեռից, դրա համար Հոբը ինչ է, ասում է ես ուխտ դրեցի իմ աչքերի հետ, գիտես, երբ որ կգա գայթակղության պահը, դու կհիշես, որ դու ուխտ ես արել քո աչքերի հետ։ Իմաստություն է պետք եւ Տիրոջից զորություն է պետք, որպեսզի մեր հայացքը շրջենք ամեն գայթակղության բաներից։ Մեղքը սկսվում է ոչ թե գործից, հաճախ, այլ թույլատրված հայացքից, որը թույլատրվում մեր հայացքը։ Աչքերից հեռացրեցի ունայն բանը։ Նույն Դավիթը հետո խոսում է, նույն Դավիթը, երբ որ արդեն պատժվեց ինքը։ Մեղքը գործել էր, այնքան էր իր աչքերը իրան պղտորել էս Դավիթին, այնքան էր այսպես այդ հայացքից արդեն պղծությունը լցվել իր մեջ, որ անգամ մեղքն էլ գործեց, հանգիստ ապրում է։ Մեղքը գործեց ճամփեց տուն էս կնոջը։
Ասեց այն Ուրիային ամուսնուն պատերազմի դաշտում է, ասեք թո հետ գա, բանա, օտպուսկ եմ իրան տալի, թո գա, հետո որտեվ արդեն երեխով էր, հղիացել էր այդ կինը։ Հələ տեսեք ինչ վատ էլի տեղ է տանում Դավիթին։ Արդեն ընկել է այս ընկած բանի մեջ, ընկած պղծության մեղքի մեջ, մեղքից մեղք կա ծնվում, մեղքից մեղք կա ծնվում։ Ու տեսեք ինչքան շատ անգամ խաբեբայություն, թող գա տուն, այդ օրն էլ այդ Ուրիան եկավ, Դավիթը մի հատ քեֆ արեց, խմցրեց այս տղուն, ասես, քեֆը լավ է, դե գնա տուն։ Այս տղեն ասեց, այնքան արդար տղա էր, գիտես ինչ ասեց։ Ասեց, ես իմ թագավորին թողեմ գնամ տուն, ասում է գնա, կինը տունն է, գնացեք իրար հետ քեֆ կանեք։ Ասում է, ես իմ թագավորին, ես գիտես Դավիթ ջան, քեզ ինչքան եմ հարգում։ Ես քո ոտքերի, ես քո դռան դեմը կքնեմ այսօր, որ հանգարց մեկը չգա քեզ նեղացնի։ Այսքան արդար տղա էր ինքը, այսքան արդար ծառայող է։ Բայց Դավիթը տեսեք, այս ամեն ինչը, էս էլ Դավիթին չի բերում ապաշխարության։ Էս էլ չի, որտեղ պղծության աստիճանը շատ է իր մոտ։ Էս էլ իր սիրտը չի շարժում։ Այս տղեն ասում է, քո դռան դեմը կքնեմ։ Տեսեք, աչքերից ինչ ուժեղ պղծություն է մտնում։ Աչքերից։ Խիղճը չի աշխատում Դավիթի էլ։ Այս տղեն ճիշտ քայլեր անում, էլի խիղճը չի աշխատում իրա։ Այս տղեն վերջը չգնաց իրա տուն, գիշերը քնեց Դավիթի դռան դեմ, այս Դավիթը էլ չգիտեր ինչ անել։ Տեսեք ինչքան անխղճություն է բերել Դավիթի սրտի մեջ, որ գիտեք ինչ ասում։ Ասում այս Ուրիային դրեք պատերազմի ամենաթեժ տեղը, որ իրան սպանեն։ Ու տենց էլ անում են։ Ամենաթեժ տեղն են իրան ուղարկում, որ այնտեղ ինքը զոհվում է։ Ու տեղ էլ իր խիղճը չի աշխատում։ Գիտեք ինչն էր պատճառը։ Աչքերը, հայացքը սկսեց նայել այնտեղ, որտեղ որ պետք չէր։ Ու տեղից սատանան այդ խավարը լցրեց իր մեջ։ Գիտեք խիղճը երբ է մարդու աշխատում, երբ որ քո մեջ կա լույս, երբ որ քո մեջ լույս կա, այդ լույսի ներքո քո խիղճը աշխատում է, քո խիղճը քեզ կանգնացնում է, քո խիղճը ասում է, «Էս ինչ ես արել», բայց երբ որ այդ աչքերից Դավիթի լցվեց ամբողջությամբ այդ խավարը, իր խիղճը էլ չէր հասկանում։ Ինքը արդեն sense մոլորված ինչ էր դառը գերի, մեղքի գերի, ու մեղքից ծնվում է մեղք, մեղքից մեղք։ Այսինքն սատանան, էսի սատանայի ձևն է, ինքը սենց է աշխատում։ Աչքերից, ականջներից, սենց սկզբից բան չկա, չէ՞, հալավ դրա մեջ ինչ կա, սենց կարանք խոսանք, չէ՞, դրա մեջ ինչ կա, նայեցինք, լավ դե, հա, աչքերը տված է նայելու համար։ Բայց եկեք ու տեսեք, որ հենց այդ նույն հայացքից Դավիթը ինչքան պղծվեց։ Մինչև մարգարեն չեկավ Աստծուց չխոսած իր հետ, ինքը չհասկացավ։ Անգամ Աստծուց մարգարեն եկավ իրան բաներ խոսած, առակի տեսքով, ասեց պատկերացրու Դավիթ ջան, մի հատ առակ ասի, մի հատ պատմություն, չէ, ինքը չասեց առակ, ասեց մի հատ պատմություն սենց։ Ինչ որ մեկը մի հատ գառնուկ ուներ, մի հատ, այդ իր գառնուկն էր, ինքը իր ծոցում էր միշտ այս գառնուկին պահում։ Մի հատ հարուստի մոտ էլ ասում է, որ շատ գառներ ուներ։ Ասում է հյուր եկավ, այցելու եկավ իր տուն։ Եվ ինքը չցանկացավ իր գառներից մեկին մատուցեր իր այցելուին, իր հյուրին, այլ ինքը ցանկացավ այն մի հոգու, այն մի խեղճ մարդու, որ մի հատ գառ ունի իր ձեռից, իր ծոցից հանեց այդ գառը։ Ասում է, ինչ կանես այդ մարդու հետ։ Կախաղան անենք այդ մարդուն սպանենք, ո՞նց կարա մարդը տենց բան անի։ Ինչ դատաստան ասես Դավիթը արեց այդ մարդու վրա, ասում է հետո այլ մի հատ բերեք մոտս։ Եվ մարգարեն ասեց դու ես այդ մարդը։ Եվ ինքը հասկացավ ինչ է արել։ Այդ ժամանակ ինքը հասկացավ։ Դավիթի պատիժը հեշտ չէր, դժվար էր, ու այդ երեխեն էլ մահացավ իր երեխեն։ Աստված ում սիրում է, պատժում է, բայց եկեք չհասնենք այդ պատիժներին, էլի, շատ ծանր է ու դժվար է։ Եկեք պահենք մեր աչքերը։ Նույն Դավիթը Սաղմոս 119:37-ում գրում է. Աչքերս հեռացրու ունայն բաներ տեսնելուց եւ ինձ կենթանացրու քո ճանապարհներում։ Աչքերս հեռացրու տե։ Գիտեք, մենակ Աստված կարա մեզ տա այդ զորությունը։ Մենակ Աստված կարա։ Մենք ինքնադաստիարակությունով անզոր ենք։ Դու չես կարա սատանայի հետ մրցես։ Տես Դավիթի կյանքում սատանան պլան էր մշակել եւ իրագործեց։
Այդ օրը ինքը հելել էր փոխանակ տիրոջ երեսը փնտրեր։ Ես չեմ հավատում, որ ինքը այդ օրը տիրոջ երեսն էր փնտրում։ Ճիշտ է, գրած չի, բայց ես հավատում եմ այն, որ այդ օրը ինքը թուլացած էր։ Ինքը որ թուլացած էր, սատանան իրան օգտագործեց։ Սատանան իր աչքերը վերցրեց եւ օգտագործեց։ Եվ տեսնում եք, մեկ հայացք ինչ կարաբերի մարդու կյանքում։ Մեկ հայացք հեռախոսի մեջ, հեռուստատեսության մեջ, ինչ որ միտեղ, մեկ հայացք գայթակղությունով կարա քո խիղճը տապալի գետի, կարա քո մեջի լույսը խավար սարքի, որտեվ մեր հոգու աչքերը, մեր հոգին կարա կամ խավար դարձնի, կամ լուսավորի։ Նայած մենք ինչ ենք տեսնում։ Գիտես, ասում եմ, ես քո երեսն եմ փնտրում։ Գիտես, քո աչքերը պետք է Հիսուսին միշտ նայեն։ Մեր աչքերը պետք է Հիսուսին միշտ փնտրի։ Փնտրի Հիսուսին ամեն լավ բանի մեջ։ Անկամ որ Աստվածաշունչը դες առավոտ արթնանում ես, թեկուզ լավ սովորություն ա դարել, այդ հեռախոսը ձեռդ գցում վերցում ես, բացի մի հատ Աստվածաշունչ, թող քո աչքերը տեսնեն Աստծո խոսքը։ Թող քո ականջները լսեն Աստծո խոսքը։ Էս արեք, առավոտից եթե էս անենք ու Տիրոջը դնենք մեր հույսը, ու մեր աչքերի վրա ուխ դնենք, մեր ականջների վրա ուխ դնենք, մեր բերանի վրա ուխ դնենք։ Գիտես, մենք սիրուն կավարտենք մեր օրը, կատարյալ կավարտենք, գոհացած Աստծուն է գոհություն կբարձրանա։ Տերն է կուրախանա։ Երբ որ կգա քո օրը դատաստանի, Տերը կասի, «Էս ինչ լավն էր, էս ինչ լավ ապրեցիր, էս սեզոնը դու շատ լավ ապրեցիր»։ Ես օրհնում եմ քեզ։ Մեկ էլ տենում ես քո կյանքում բան ա փոխվում։ Նա օրհնություն ա փոխվում։ Մի բան քո կյանքում փոխվում է անպայման։ Օրհնությունն ու անեծքը կախված է մեզանից, մեր ընտրություններից։ Թե մենք ոնց ենք ընտրում, ինչ ենք նայում, ինչ ենք լսում, ոնց ենք գործում։ Ամեն։ Ինչ են մտնում մեր ականջները։ Ականջներից է խոսամ, հետո աղոթք կանենք։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսել է Քրիստոսի խոսքից։ Հավատը լսելուց է։ Ոնց կարամ ես հավատամ Աստծուն, ականջ ունենամ։ Մենք սկզբից այդ խոսացինք, որ Աստված ասում է, ով ունի նրան կտրվի, ով չունի նրանց կվերցնի այն ինչ որ ունի։ Սա շատ կարևոր է, որ մենք ունենանք ականջ լսելու Աստծուն։ Եթե հավատը գալիս է Աստծո խոսքը լսելուց, հավատը, ապա վախը, կասկածը եւ անհավատությունն էլ կարող են գալ սխալ խոսքեր լսելուց, սխալ բաներ լսելուց։ Կարա գա էդի, որովհետեւ մեր մեջի հավատը ձևավորվում է նրանից, թե մենք ինչ ենք լսում, ում ենք լսում, ինչ խորհուրդներ ենք լսում, ինչ ուղղություններ ենք լսում։ Ինչ որ լսեցինք, տենց էլ մեզ ձևավորելու է մեր հավատը։ Ինչի որ հավատացինք, դա էլ լինելու է մեր կյանքում։ Հավատում ենք վախին, բժիշկը ասել է դու մահանալու ես, կամ քո վիճակը շատ վատ է։ Բայց Աստված ուրիշ բան է ասում։ Հիմա ում խոսքին կհավատամ ես։ Գիտես, սիրելիս, այս մեր անհավատությունից է շատ բան լինում, մեր անհավատությունից։ Բայց բժիշկը ասես, չէ՞։ Բայց բժիշկա, չէ՞։ Լավ արես, բժիշկը մարդ է, բայց կարա չէ իրավիճակ փոխվի։ Թե չես հավատում, որ կարա հրաշք քո կյանքում լինի։ Հրաշքները լինում է քո կյանքում այն ժամանակ, երբ դու հավատք ես դրա վրա դնում։ Հիսուսը ամեն մեկին ասում է, հավատում ես դրան։ Կույրը գալիս է Հիսուսի մոտ, ասում է բժշկիր ինձ, ասում է հավատում ես դրան։ Հավատում եմ Տեր։ Մեկն էլ ասում է կներես, չեմ կարող շատ հավատամ, բայց օգնիր ինձ անհավատության համար, բայց խնդրում եմ բժշկի, էդ էլ է բժշկում։ Տերը հրաշագործ է, նա ստեղծել է երկինքն ու երկիրը։ Ինչ է հիվանդությունը, որ ինքը չբուժի։ Չի եղել հիվանդություն, երբ որ Հիսուսը իր մարմնով ապրել է, ծառայել է այս երկրի վրա, չի եղել մի հիվանդություն, մի հիվանդ, որը մոտիկանար իրան, ինքը չբժշկեր։ Չի եղել նման բան։ Խի չենք բժշկվում այսօր։ Եկեք պարզ լինենք, չենք հավատում, որ հավատաս կբժշկվես, որտեվ սատանան այստեղ սենց փակել է, ասում է, ախր ցավերդ զգում ես, բժիշկը ասել է, դիագնոզը գրել են, բայց Աստծո խոսքը ասում է, թող հիվանդը ասի, ես առողջ եմ։ Այ մարդ ոնց ասեմ ես հիվանդ եմ, դու ոչինչ տենց ասա ես առողջ եմ։ Որտեվ ես հավատում եմ, Տերն է տենց ասել, տենց էլ ասում եմ։ Ես հավատում եմ, որ նա հրաշագործ է, նա կարա փոխի իրավիճակները, կարա հրաշք անի։ Ում խոսքին կհավատամ, այն էլ կլինի իմ կյանքում։ Ամեն։ Մարդը, ով
անընդհատ բամբասում է։ Տեսեք, բամբասանք, դա խոսքեր է, չէ՞, որ մենք կարանք լսենք։ Օ, հայրից հեռու, չնայած հայրից չէ, ես վերջերս նկատել եմ, որ յուրաքանչյուր ազգի մեջ էս բամբասանքը կա։ Ով անընդհատ բամբասանք է լսում, ի՞նչ է կատարում։ Սկսվում է մարդկանց կասկածանքով նայել։ Ինչքան վատ է, չէ՞։ Տիրոջ խոսքը ասում է, թող եկեղեցին միաբան լինի, թող քույրեր, եղբայրները միաբան լինեն, իրար հետ սիրով։ Այն իմ տեսիլքը ես խոսացի, այս տեսիլքը, գիտես, այս միաբանությունը Տիրոջ կամքն է, որ սիրով միաբանություն ունենան։ Բայց բամբասանքը ինքը արդեն անախորժություններ է բերում մարդկանց կյանքում, որ դու անցած անգամ դու էլ չես խոսում, լավ։ Երկու հոգի կանգնած ինչ որ մեկից բամբասում են։ Դու չես խառնվում, ասում են, ես չեմ անում դա, բայց դու լսում ես դա։ Եվ դու արդեն սկսում ես այդ մարդուն կասկածանքով նայել, զգուշանալ այդ մարդուն, արդեն քո կապը, որ պետքա միաբան լիներ դու այս մարդու հետ, այս քրոջ կամ այս աղբոր հետ, միաբան լինի, որպեսզի մեկ եկեղեցի, մեկ մարմին Քրիստոսի մեջ։ Ու մեկ էլ սկսում է կամաց քանդվել։ Անստեղ ես իր վրա կասկածում եմ, նրա վրա կասկածում եմ, նրան չեմ վստահում։ Սենց չի լինում։ Քրիստոսի եկեղեցին սենց չի լինելու։ Չի կարա սենց լինի։ Դրա համար Հուր եւ Հավիտյան քո բերանին դիր ուխտ, ես չեմ բամբասելու, Հուր եւ Հավիտյան քո ականջներին դիր ուխտ, ես բամբասանք չեմ լսելու։ Գիտես սիրելիս, երբ որ սկսվում է բամբասանք, որտեղ բամբասող մարդը միշտ ունի ինչ-որ պատկերացում, իրավունքներ ինչ-որ, իրան ինչ-որ իրավունքներ է վերապահում։ Ասում է, բայց իմ հանդեպ վատ պահեցին։ Կամ թեկուզ դա կարա քո մեջ սկսվի, քո մեջ կարա սկսվի։ Մեկից նեղված ես, մեկից նեղացած ես, մեկին էլ գտնում ես, մի հատ ականջ ես գտնում, որ բամբասես ես երրորդ մարդուց։ Տենց չեն անում։ Դա սխալ է։ Սենց բանանողը օրհնություն երբեք չի տեսնի։ Մենք իրար հետ ենք ու մեր հույսը Հիսուսն է, որպեսզի մենք օրհնություն ունենանք եւ օրհնված լինենք, միշտ օրհնված լինենք։ Ուզում ես օրհնված լինես, նման բաները վերացրու քեզանից։ Գիտես քո տարբերակը որն է։ Նեղված ես մեկից։ Շատ հեշտ է, երբ որ մենք կբամբասենք, չէ՞։ Կարող է երեսին չեմ ասել, բայց մեկին գտնում եմ ու սկսում եմ իրանից խոսալ, գիտես այդ պահին ինչ է լինում, ոնց որ sense հանգստանում ես դու։ Իսկ այդ մեկն էլ ում մոտ որ դու խոսում ես դրանից, բամբասում ես, քեզ արդարացնում է, ասում է, հա դե ճիշտ ես էլի ասում, որտեղ մենակ քեզ է դեռ լսում ինքը։ Հա, դե ճիշտ ես էլի ասում, հա, տես ինքը ճիշտ է, ինքը լավ բան չի արել, ու այս խոսքերը արդեն քեզ գոհացնում է։ Սիրելիս, դա լայն ճանապարհ է, որը որ մահվան է տանում։ Մի գնա այդ ճանապարհով։ Ուշադիր ես, սատանան է քեզ տանում այդ ճանապարհով։ Դա լայն ճանապարհ է, շատ հեշտ է դա անել։ Շատ հեշտ է սրտիդ ուզածը նեգատիվը խոսած ինչ որ մեկի մոտ, որ այդ ինչ որ մեկն է պեչատ դնի քո ասածին, ասի ճիշտ է, ու դու հանգստանում ես։ Սիրտս հանգստացավ, ասեցի պրծա։ Բայց դու չես հասկանում, որ դա վերում է նախ առաջինը քո կյանքը վնասում է դա։ Վնասում է մյուսի կյանքը եւ կողքից է մի հոգի լսողի կյանքն է վնասում։ Դու չունես այդ տարբերակը, քրիստոնյան այդ տարբերակը չունի։ Մենք այստեղ ալտերնատիվա սատանայի դաշտում չունենք։ Մենք սատանայի դաշտում ոչ մի լայն ճանապարհ չենք ընտրում։ Մենք ունենք տարբերակ A։ Ինչ ենք անում։ Ներում ենք։ Երբ որ ներում ես, սրտանց աղոթում ես այդ մարդու համար։ Եվ երբ որ դու ներես, իրապես ներես սրտանց աղոթես այդ մարդու համար, դու կտեսնես, որ այդ մարդը կփոխվի։ Դու կտեսնես, որ այդ մարդու հարաբերությունները քո հետ կշտկվի։ Մի հրաշք կկատարվի, բայց եթե դա լինի սրտանց, եթե չես կարողանում, պլան B, ինչ ենք անում։ Այդ մարդուն, հա? Չէ, այդ մարդուն կանչում ես, մի հոգի քույր կամ եղբայր կամ երկու հոգի, նստում եք, իրար հետ սիրուն, ասում, խոսում եք, բացվում եք, ինչից ես նեղացած, ասա ես մարդուն, բայց վկաների հետ, մի քանի հոգի թող լինեն, եթե այդքան նեղացած ես, որ դու չես կարող ներես, գիտես, կանչի, քո ավակներից եկեղեցու կանչեք, նստեք, այս հարցը դրեք, քննարկեք ու թող հարցի լուծում լինի աղոթքով, բայց բամբասանք երբեք թույլ մի տվեք, ոչ ձեզ թույլ տվեք, որ ձեր ականջին մեկ ինչ-որ բան խոսա, ոչ դուք թույլ տվեք, որ դուք խոսակ, ոչ էլ դուք լսող եղեք, ես չեմ խոսում, ես չեմ խառնում, բայց ես լսեցի, մի լսի էդի, եթե կարա սիրով կանգնացրու,
Բայց եթե բան ունեք ասելու, ես չես կարող ներես այդ մարդուն անպայման կանչի, մի քանի հոգու հետ նստեք, սիրուն խոսացեք, հարցը լուծեք։ Okay։ Լավ է, չէ՞, սենց որ անենք։ Փառք Տիրոջը, հավատում եմ, որ սենց է կանենք։ Հալելույա։ Մարդը, ով անընդհատ վախ է լսում, կորցնում է վստահությունը Աստծու հանդեպ։ Որ քո ականջները անդադ լսի վախենալու բան, ու էսի չի ստացվի, բա որ սենց լինի, բա որ նենց լինի, բա որ չստացվի, բա որ, մի թույլ տուր քո ականջների մեջ մեկը տենց խոսա։ Որտեվ դու Աստծու հանդեպ վստահությունը կորցնում ես։ Սա վնասում է քո հավատքը։ Ես չեմ ասում խոսացողներ չեն լինելու, գալու են խոսան, բայց դու քո մեջ պետքա պրոտեստ ունենաս, ոնց է հայերեն։ Հակառակվես դրան։ Դու ճիշտ չես ասում, ես հավատում եմ, մեկը կարող է ասի վախա, չէ, վախացանում, սա չի ստացվի, սա լավ չի, եւ դու քո մեջ ունես խաղաղություն, ասում ես, ամեն ինչ էլ կստացվի, ամեն ինչ էլ լավ կլինի, որտեվ միշտ պոզիտիվ մտածեք, Աստված մեզ տալիս է խոսալ պոզիտիվ բաներ, ասում է թող ձեր բերանի բառերը միշտ լինի շնորհով, շնորհքով, շնորհի մեջ կա ամեն ինչ պոզիտիվ, ամեն լավ բանը պոզիտիվի մեջ է, նեգատիվի մեջ ոչ մի լավ բան չկա, երբեք մի խոսացեք նեգատիվ, մի պատմություն եմ հիշում թագավորի աջ ձեռքը օգնականը, երբ որ երկրում սով էր, գիտեք ինչ սով էր Սամարիայում, որ մարդ էին ուտում, իրականում երեխա էին ուտում, էլ սովից չգիտեն ինչ անեն, երեխա են ուտում, ծտի ծերտը, հայերեն եմ ասում այդ բառը, հա, ոսկու գին արժեր, որտեղ մարդիկ դա ուտում էին, այդտենց սով էր այդ աշճանի։ Եվ մարգարեն եկավ կանգնեց այդ քաղաքի դարպասների մոտ եւ գիտես ինչ խոսած, Աստծուց խոսք ստացավ։ Պլյուս դրան տենցով էր, գիտեք, որտեվ թշնամու բանակը շրջապատել էին այդ քաղաքը։ Շրջապատել են ու իրանք դե չէին կարող քաղաքից դուրս գային, իրանց արտերը դաշտեր սով էր եղել։ Թշնամին փակել էր, շրջապատել էր իրան։ Մարգարեն եկավ ասեց, հենց այսօր ասեց Երուսաղեմի դռների դեմ է, դարպասների դեմ ասում է, ցորենը, գարին, կոպեկներ ա լինելու, կոպեկներ։ Թագավորի աջ ձեռքը ելավ ասում է, երկինքն էլ Աստված բացի տենց բան չի լինի։ Ես չեմ հավատում, որ տենց բան կլինի։ Եվ գիտեք ինչ եղավ։ Աստված մի վախ գցեց այս թշնամիների մեջ, ասեն ձերի ձեն, այսինքն իրանք սկսեցին թշնամիները, ովքեր շրջապատել են, դե պատկերացեք այն ժամանակվա պատերազմները սենց էր, իրանք իրանց եղած չեղածով, ուտելիքով, սնունդով գալիս էին ու բանակ էին կազմում։ Ամեն ինչ կար այդ ուտելիքների մեջ, էպիկիրովկիքը շատ լավներ այդ թշնամիների։ Մի հատ սենց ձայն սկսեցին լսել, որ ձիեր են գալիս, սենց բա, սենց ձայն տվեց իրան։ Ու իրանք խառնվեցին, վախեցան, իմացան այս իսրայելացիները հարձակվում են ձիերով, բանով, այնքան է մեծ էր ձայնը, իրանք պատկերացրեցին միլիոն են սրանք։ Թողին ու փախան, ինչ ունեն, իրանց ուտելիքները, իրանց սնու ամեն ինչ թողեցին ու փախան։ Երկու բորոտ մարդ, որ դե չէին կարող քաղաքից ներս մտնեն, ասում է հիվանդ ենք, մեռնում ենք արդեն։ Կամ ստեղ ենք մեռնելու այս պատի տակ, կամ է գնանք այն թշնամու բանակի մոտ։ Կարող է մեզի չճանաչեն, չիմանանք մենք իսրայելացի ենք, կամ մի կտոր հաց գցեն դեմներս ուտենք։ Այս երկու բորոտ մարդը գնում են այս թշնամու բանակը տենում են առատությունը այսպես լցրած, ուտելիքները այսպես լցրած, մարդ չկա, փախել է։ Նստում մի լավ կուշ հաց են ուտում, ասում են լավ գնանք ժողովրդին էլ ասենք թող գան այս առատությանը վայելեն, հոմենակ մենք չենք, գնում են ասում են, պատկերացրեք Իսրայելը լսում է, որ ընդեղ հաց կա ու լիքն առատ է, վազելով բոլորը գնում են, գիտեք ում են ոտնատակ անում։ Այն մարդը, որ ասեց անգամ Աստված, այդ թագավորի օգնականը, ասեց անգամ երկինքն էլ Աստված բացի, տենց բան չի կարա լինի, ինքը ոտնատակ եղավ ու մահացավ։ Կող տվեցին, այսինքն վրով վազեցին ժողովրդու, ինքը մահացավ։ Իրա բառերի համար, իրա անհավատության համար։ Սիրելիս, ամեն ինչ հնարավոր է, Աստծուն երբեք մի սահմանափակեք ձեր կյանքում։ Ոչ մի վախ, ոչ մի նեգատիվ բան մի ընդունեք երբեք ձեր ականջների մեջ։ Ձեր ականջները սուրբ պահեք, ձեր ականջները թող միայն Աստծո խոսքը գա, որտեղ Աստծո խոսքը կյանք է տալի եւ ավելցուկով է կյանք տալիս։ Ամեն ուշադիր եղի ում ես լսում։ Ով է քո կողքը խոսում։ Աստծո խոսքը
Եվ խոսում է նեկածիվ, իրան երբեք մի լսի։ Իրան երբեք մի լսի։ Լսի Աստծուն, լսի Աստվածաշունչ, լսի Սուրբ Հոգին քեզ ոնց է առաջնորդում։ Եվ գրած է՝ մի խաբնվեք ամեն բարի բան երկնքից է տրվում։ Իսկ մարդ, ով միշտ Աստծո խոսքն է լսում, նա հավատքով է զորանում։ Ով միշտ Աստծո խոսքի վրա է իր ականջը տալիս, նա հավատքով է զորանում, նա պոզիտիվով է զորանում։ Եվ նա խոսում է մենակ պոզիտիվ։ Եվ այս հավատքը գիտեք ինչ անում։ Գրված է հավատքը չտեսնված բաների իրականացումն է։ Անկամ դու դա չես տեսել, բայց հավատա։ Դա համար Աստծո խոսքը ասում է, թող աղքատը, հենց տենց է գրած ուղղը, թող աղքատը ասի ես հարուստ եմ։ Թող հիվանդը ասի ես առողջ եմ։ Միգուցե դա դեռ չկա, բայց դու հավատք ես դրա մեջ դնում։ Եվ երբ որ դու խոսում ես, դա խոսում ես քո դատաստանի օրը, երբ որ քո օրը, քո հերթը գա Աստծո մոտ, քո հերթն է։ Աստված նայելու է քո բերանի բառերին։ Միգուցե դա մի օրում չլինի, երկու օրում չլինի, միգուցե դա ամիսներ լինի, տարիներ լինի, ես չգիտեմ, մեր օրը Աստված է որոշում։ Մենք անցնում ենք, օրեր ունենք, որ մենք իր մոտ տերմինի ենք դատաստանի։ Այո, տենց է։ Եվ այդ տերմինի օրը Աստված որոշում է, դու քեզ ոնց ես բա, ինչ ես խոսացել, որտեվ մարդու կյանքը կախված է իր բերանի բառերից։ Կամ կդատապարտվենք մեր բերանի բառերով, կամ կորտնվենք։ Ամեն։ Աստված երբ որ բան է ասում, խոսք է ասում, այս Աստծո խոսքը պետք է ամուր բռնենք եւ պահենք։ Եվ այս խոսքով ապրենք։ Գիտեք խոսքը ինչքան թանկ է։ Այսինքն պետք է փաթաթվենք այս խոսքին, գրկենք այս խոսքը, գուրգուրենք այս խոսքը, սիրենք այս խոսքը, որ մեր սրտից ոչ մեկ չգողանա այս խոսքը։ Որտեվ երբ որ կա խոսք, մենք պետք է իմանանք, կա հակառակորդ, որը գալու է բերի կասկած այս խոսքի վրա։ Անպայման իմացիր, սատանան գալու է։ Հիսուսը ասեց, երբ որ սերմը ցանվում է, սատանան հետևից գալիս է, այն սոված գայլի պես, այն սոված թռչունների պես, որ սերմնացանը դաշտում սերմացանում, գալիս են սկսում են սերմը գողանալ։ Անպայման սատանան գալու է։ Դրա համար, երբ որ մենք սիրենք Աստծո խոսքը եւ մեր սրտերը փափուկ անենք, այս խոսքը չի մնա վերևի մասում, հողի։ Այս խոսքը այսպես կքաշենք ներս, կքաշենք մեր սրտի խորքում կպահենք։ Ու սրտի խորքում կսիրենք այդ խոսքը, եւ այդ խոսքը քեզ կծլի ու պտուղ կբերի։ Կբարձրանա, ու էլ ոչ մեկ չի կարա։ Երբ որ այդ խոսքը, այդ սերմը, սերմի նման է, օրինակ եմ ասում, երբ որ քո սրտի մեջ ամուր գրկես ու սիրես, ինքը արմատ է գցելու։ Ու յուրաքանչյուր Աստծո խոսք, որ քո սրտի մեջ արդեն արմատ է գցե, դա էլ գողանալ հնարավոր չի։ Դա համար օրինակը բերված ասում է, եւ թռչունները եկան եւ սերմնացանը ցանեց, չէ՞, եւ թռչունները եկան եւ գողացան։ Ճանապարհի եզրին էր գցած։ Երբեք թող քարոզը Աստծո խոսքը քո ճանապարհի, քո սրտի եզրին չլինի գցած հանկարծ։ Որտեվ ընդեղից կորելու է, սատանան գողանալու է։ Մենք կարանք այսօր վերջացնենք քարոզը, ես վաղը հարց տամ ձեզ։ Հիշում եք ինչ էր խոսքը։ Եվ համոզված եմ, որ մարդիկ կլինեն, որ կասեն, չէ, մի հատ հիշացրու, ինչ էր։ Բայց երբ որ դու քո սրտի մեջ սիրում ես խոսքը, եւ խոսքի հետ համաձայնում ես եւ ասում ես, այո, Տեր, սա ճիշտ է, դու ճիշտ ես, Տեր։ Քո խոսքը ճիշտ է, քո խոսքը կյանք է, եւ դու սիրում ես այս խոսքը, ուզում ես, որ այդ խոսքը քո կյանքում մարմին դառնա, դու թաքցնում ես այդ թանկ արծաթի ոսկի, ասում է ձեր մարգարիտի պես, ասում է ձեր մարգարիտները, չէ, մարգարիտ է ասում Տերը։ Այն մարգարիտի պես քո սրտի մեջ թաքցնում ես եւ ինքը արմատ է բերելու եւ հաստատ պտուղ է բերելու։ Արմատ տվեց, ոչ մեկ չի կարա գողանա։ Եվ բարձրացավ պտուղ է բերելու։ Ամեն, Փառք Հիսուսին, դրա համար Տերը ասում է, ապրեք, վայելեք այս աշխարհը։ Նոր մարդկանց է ասում։ Իշխեք կենդանիների, բնության վրա, ձկների վրա, ամեն ինչի վրա, ձեզ կյանք եմ տալի, լցրեք այս աշխարհը։ Մենակ ասում է, այն չար պտուղին չնայեք, չլսեք, չուտեք դրան։ Մենակ այն մի հատ բան կա։ Ասում է, էդի մի արեք։ Որտեվ եթե դու դա անես, մահով կմեռնես։ Աստված ասում է, կմեռնես, եթե դու դա անես։ Կմեռնես, երբ որ սատանային լսես։ Կմեռնես, երբ որ չարը օգտագործես քո կյանքում, չարին նայես, բայց սատանան տեսեք գալիս ասում է, չես մեռնի։ Եվ այն ասում է, այն պտուղից խի չես ուտում։ Ասում է, Աստված թույլ չի տվել դրանից ուտենք։ Բոլոր պտուղներից կարանք ուտենք, այնքան ավելի համով պտուղներ կար հաստատ։
Գիտես, սիրելիս, այն ինչ որ քեզ Տերը տվել է, դրանով գոհացի։ Թող քո աչքը նայի այն ինչ որ քոնն է, քո փայն է։ Երբեք քո աչքը մի գցի այն ինչ որ քոնը չի։ Համար պատվիրանների մեջ ինչ է։ Ասում են ուրիշի կնոջը մի նայի, մի ցանկացի։ Ուրիշի եզին մի նայի, մի ցանկացի։ Ուրիշի եղածին, մեքենային, տանը մի նայի, մի ցանկացի։ Ինչ որ քոնն է, դա թող քո աչքերը տեսնի։ Դա կարաս վայելես, որտեվ դա քաղցր է։ Բայց մարդու սրտի մեջ մեկ էլ բարձրանում է սատանայից, ուղում է ուրիշ կողմ, ասում է հələ բայինի նայ հələ ուրիշին է, նայ ուրիշի դաշտը։ Բայց այդտեղ օրհնություն չկա, դե մենակ անես կա։ Մեր փայը այն է, ինչ որ Աստված մեզ տվել է։ Ու մեր աչքերը, մեր ականջները պետք է ու մեր սիրտը լի լինի, այն ինչ որ Աստված տվել է, մենք պետք է վայելենք մեր, ասում է քո աղբյուրից մենակ ջուրը խմի։ Որտեվ քո աղբյուրի ջուրը քաղցր է եւ քեզ կյանք կտա։ Ուրիշի աղբյուրից գործ չունես, մի նայ իսկի, դա քոնը չի, դա սատանայինն է։ Աստված ի սկզբանե ասել էր, չէ՞, ասել էր, այն պտուղը մեջը չարի ու բարի գիտություն կա, չարի գիտություն կա, բայց ինչի՞ս է ինձ պետք չարի գիտություն, Աստված նախորոք ասում է, եթե դու դրանից օգտվես չար բան է լինելու։ Բայց տեսեք, սատանան ինչ է ասում, իսկապես Աստված ասաց եւ այլ, կասկած, գցում է կասկած մարդու սրտի մեջ, իսկապես Աստված ճիշտ է, եւ դու միշտ ասա այո, դու հավատք ունես, դու աղոթք ունես, դու դավանում ես Աստծո խոսքը, սատանան միշտ գալու է ասել, «Էս ինչ ես անում, ինչ անխելք բաներ ես անում, ինչ հիմար բաներ ես անում»։ Այսօր սովոր է աշխարհի հոգին, աշխարհի իշխանը հավատացյալին գիտեք ինչ ասում, հիմարներ են։ Այդ տենց է, այդ անուն են դրել, սատանան քեզ անուն է դրել, հիմար։ Ասում է հանգարց են հիմարների հետ ընկերություն չանես, այդ դու էլ իրանց նման կլինես։ Որտեվ սատանան ուզում է քո աչքերը միշտ իրա վրա լինի, իրա ցույց տվածի վրա լինի։ Բայց իմ աչքերը միշտ պետք է նայի Հիսուսին, պետք է նայի Տիրոջը, պետք է նայի այն ինչ որ ինձ տվել է արդեն Տերը, իմ փային պետք է նայի։ Ախպեր այն ժամանակ մեր նման էինք, լավ էինք, հիշում ես իրար հետ ինչեր էինք անում։ Դու էլ շեղվեցիր։ Ինչի՞ս է պետք։ Այն ինչ որ մահա բերելու սիրելիս, մի արա։ Դու շեղված ես, դու ուղիղ ես, դա սուտ հայտարարություններ է քո կյանքի վրա։ Սուտ դավանան քո կյանքի վրա։ Սուտ խոսքեր, որտեվ սատանան երբեք լուրջ բան չի խոսում։ Սատանան երբեք ճիշտ բան չի խոսում։ Սատանան միշտ ստում է, նա ստի հայրն է։ Եվ ովքեր խոսում են սատանայի խոսքերը, նրանց հայրը սատանան է։ Իսկ քո հայրը Տերն է։ Աստված, որ քեզ ստեղծել է եւ քեզ կյանք է տալիս։ Եկեք կասկած չթողենք հանգարց մեր ականջների մեջ կասկած գա։ Արդյոք Աստված ճիշտ ասեց։ Այո եւ ամեն։ Աստծո խոսքը գիտեք ինչ է։ Այո եւ ամեն։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։